Երանի շքեղ ռեստորաններից մեկում միայնակ մի միլիոնատեր ապրում է իր սառը լուռ առօրյայի գերության մեջ։ Նույն երևանյան սոված մի աղջնակ ներխուժում է սրա արտաբերում մի նախադասություն, որը տեղում քարացնում է բոլորին։ Կարող եմ ձեզ հետ ճաշել, հայրիկ։ Այս անսպասելի հանդիպումը նրա մեջ արթնացնում է ցավոտ հիշողություններ երկու կյանք ընդմիշտ փոխելու հնարավորություն։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին գրել մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Իսկ մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Հինգշաբթի երեկոն իր լուսավոր քողն էր փռել Երանի կենտրոնի վրա, քաղաքի ամենաշքեղ թաղամասերից մեկում։ Լայն պողոտաները, որոնք եզերված էին փարթամ ծառերով բարձր պարիսպների հետում թաքնված առանձնատներով, բացահայտում էին մի աշխարհ, որտեղ փողը կարծես ջնջել էր ցավի բոլոր հետքերը։ Այս տպավորիչ շինությունների մեջ ոսկեշողը ռեստորանն առանձնանում էր որպես գաստրոնոմիայի տաճար, մի վայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք մտածված էր բացառիկություն, նրբագեղություն հաղորդելու համար։ Արման Կարապետյանն իր ներկրված մեքենան կայանեց հատուկ ամրագրված տեղում, հենց այն նույն տեղում, որն զբաղեցնում էր ամեն հինգշաբթի արդեն գրեթե 3 տարի։ 34 տարեկանում նա համարվում էր երկրի ամենափայլուն գործարարներից մեկը։ Նրա ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունը հեղափոխել էր թվային վճարումների շուկան, նրան դարձնելով միլիոնատեր դեռս 30 տարին չբոլորած։ Մասնագիտական ամսագրերը հոդվածներ էին հրապարակում նրա հանճարեղության մասին։ Համալսարանները նրան հրավիրում էին դասախոսությունների։ Օտարերկրյա ներդրողները պայքարում էին նրա հետ հանդիպելու համար։ Սակայն այդ ամենը չէր լրացնում այն դատարկությունը, որը նա կրում էր իր կրծքում այնքան ժամանակ, որքան իրեն հիշում էր։ Նա ռեստորան մտավ ինչպես միշտ, հաստատուն քայլերով հեռուն հառած հայացքով։ Մետրդոտելը, միշտ ուշադիր, ողջունեց նրան չափազանցված հարգանքով։ Սովորական սեղանն արդեն պատրաստ էր, լուսավորված այգուն նայող պատուհանի մոտ։ Բելգիական բուշե սփռոց, ավստրիական բյուրեղապակյա բաժակներ, արծաթյա սպասք։ Արմանը տեղավորվեց, հազիվ նայեց ճաշացանկին։ Պատվիրեց սովորականը սնկով ռիզոտո մի շիշ ֆրանսիական գինի, որն չափազանց թանկ էր միայնակ ճաշի համար վատնելու համար։ Սպասելիս նա վերցրեց հեռախոսը։ Էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ, ծանուցումներ։ Ոչինչ, որն անհապաղ ուշադրություն էր պահանջում, բայց նա պետք է ինչ-որ բանով զբաղվեր։ Ցանկացած բանով, որը թույլ չէր տա նրան մտածել։ Զգալ։ Հիշել, որ այդ մենությունը ոչ թե պարզապես ընտրություն էր, այլ մի բանտ, որը նա ինքն էր կառուցել տարիների ընթացքում։ Աղյուս առ աղյուս, վիրավորանք առ վիրավորանք, նա այնքան բարձր պատեր էր բարձրացրել, որ այլս չէր կարողանում տեսնել նույնիսկ երկինքը։ Ռիզոտոն բերեցին գոլորշին վրան, գեղարվեստորեն դասավորված ափսեի մեջ։ Արմանը համտեսեց առանց հետաքրքրության։ Այն հիանալի էր, իհարկե։ Այնտեղ ամեն ինչ հիանալի էր։ Բայց համը նրան չէր հասնում։ Ոչինչ չէր հասնում։ Նա ուտում էր մեխանիկորեն, մեկ հեռախոսին նայելով, մեկ դրսի այգուն, որտեղ դեկորատիվ շատրվանը բյուրեղյա ջուր էր ցայտում հիպնոսացնող շարժումով։ Մի քանի րոպե նա թույլ տվեց իրեն հետել այդ անվերջ աննպատակ շարժմանը։ Ջուր, որը բարձրանում է միայն ընկնելու համար։ Ճիշտ ինչպես իր կյանքը։ Հաջողություն, որը ոչ մի տեղ չէր տանում։ Ռեստորանը մայթից բաժանող զարդարուն պատի մյուս կողմում բոլորովին այլ իրականություն էր ծավալվում։ Մարիամը, կամ պարզապես Մարոն, ինչպես մայրն էր նրան անվանում, մեծ քաղցած աչքերով հետում էր ռեստորանի շարժմանը։ Նա ընդամենը 7 տարեկան էր, բայց Երանի փողոցներում կյանքն արդեն նրան դասեր էր տվել, որոնք շատ մեծահասակներ երբեք չէին սովորի։ Նա գիտեր, օրինակ, որ հարուստ ռեստորանները դեն են նետում սնունդ, որը դեռ կարող էր օրերով կերակրել մի երեխայի։ Գիտեր, որ այդ վայրերի հետնամասերը հսկվում են, բայց միշտ լինում է անուշադրության պահ։ Գիտեր, որ պետք է լինի արագ, լրակյաց, անտեսանելի։ 3 ամիս առաջ նրա կյանքը լիովին այլ էր։ Նա ապրում էր Լոռու մարզի մի փոքրիկ գյուղում, որտեղ օդը մաքուր էր, իսկ մարդիկ միմյանց անունով էին ճանաչում։ Մայրը, Անուշը, դերձակ էր աշխատում հանգստյան օրերին, տորթեր էր թխում խնջույքների համար։ Նրանք շատ բան չունեին, բայց ունեին բավարարը։ Ունեին սեր, ծիծաղ, կիրակի առավոտներ, թարմ հացով, կաթով, սուրճով։ Մարոն հիշում էր այդ հացի հոտը։ Դա մոր գրկի հոտն էր, ապահովության, մի աշխարհի, որտեղ նա դեռ պարզապես երեխա էր։ Բայց հետո եկավ հիվանդությունը։ Արագ, դաժան, կործանարար։
Մի քանի շաբաթվա ընթացքում Անուշը գնաց։ Մարոն երբեք լավ չհասկացավ, թե ինչ պատահեց։ Մեծահասակները խոսում էին բարդ բառերով, ցածրացնում էին ձայնը, երբ նա մոտենում էր, ընդունում էին այն խղճահար դեմքը, որը նա շուտով սովորեց ատել։ Երբ ամեն ինչ ավարտվեց, փնտրեցին Մարոյի հորը։ Նա հեռացել էր, երբ աղջիկն ընդամենը 2 տարեկան էր, ասելով, որ պատրաստ չէ հայր լինելուն, որ այլ ծրագրեր ունի, որ երեխան կխանգարի իր երազանքներին։ Բայց հիմա, այլընտրանք չունենալով, փորձեցին գտնել նրան։ Նա հայտնվեց միայն մեկ անգամ։ Բարձրահասակ, անխնամ մորուքով հոգնած աչքերով։ Նա նայեց Մարոյին այնպես, կարծես նայում էր մի հին կահույքի, որը ինչ-որ մեկը փորձում էր իրեն վաճառել։ Աղջիկը փորձեց մոտենալ, բայց նա մի քայլ հետ գնաց։ Ասաց, որ հնարավորություն չունի։ Որ նա չափազանց շատ հոգս է պատճառում։ Որ նա արդեն ուրիշ ընտանիք ունի։ Եվ հեռացավ, թողնելով մի աղջնակի, ով հազիվ էր գիտակցում, որ իրեն երկրորդ անգամ են մերժում կյանքում, այս անգամ մեկի կողմից, ով պետք է իրեն անվերապահորեն պաշտպաներ։ Մնացած հարազատները նույնպես նրան չցանկացան։ Մի մորաքույր պնդեց, որ արդեն չափազանց շատ երեխաներ ունի։ Մի քեռի ասաց, որ գործազուրկ է։ Մի հեռավոր զարմուհի պարզապես անջատեց հեռախոսը։ Մարոն ձեռքից ձեռք անցավ, ինչ-որ մեկն առաջարկեց նրան տանել Երան, որտեղ գուցե ավելի շատ հնարավորություններ լինեին։ Բայց հնարավորությունները երբեք չեկան։ Նրան թողեցին մի գերբեռնված մանկատանը, որտեղից նա փախավ հենց առաջին շաբաթում։ Նա նախընտրեց փողոցները այդ մոխրագույն պատերի սառնությունից, որտեղ երեխաները գիշերը լաց էին լինում, ոչ ոք չէր գալիս նրանց մխիթարելու։ Այդ ժամանակից ի վեր նա գոյատում էր։ Քնում էր շենքերի քիվերի տակ, երբ անձր էր գալիս, այգիներում, երբ եղանակը թույլ էր տալիս։ Որոշ փողոցային վաճառողներ խղճում էին նրան, տալիս էին ճզմված մրգեր կամ նախորդ օրվա հաց։ Մետրոյի մոտ ծաղիկ վաճառող մի տիկին երբեմն նրան մի տուփ տաք ճաշ էր բերում։ Բայց քաղցը մշտական ուղեկից էր, մի դատարկություն ստամոքսում, որը երբեք ամբողջությամբ չէր փակվում։ Այդ կոնկրետ 5-շաբթի քաղցն անտանելի էր։ Մարոն 2 օր ոչինչ չէր կերել։ Նրա փոքրիկ մարմինը դողում էր ոչ միայն ցրտից, այլ թուլությունից։ Նա նայեց ռեստորանին, որոշում կայացրեց։ Պետք էր փորձել։ Պետք էր ուտել։ Գիտեր, որ ռիսկային է, բայց հուսահատությունն ավելի բարձր էր խոսում, քան վախը։ Օգտվելով այն պահից, երբ աշխատակիցները զբաղված էին գլխավոր սրահում, Մարոն սողոսկեց հետնամուտքից։ Խոհանոցի դուռը կիսաբաց էր, հավանաբար վառարանների տակ օդը դուրս թողնելու համար։ Նա լուռ ներս մտավ, ուրվականի պես շարժվելով չժանգոտվող պողպատից սեղանների արանքով։ Տեսավ թարմ, դեռ տաք հացերով մի զամբյուղ։ Նրա ստամոքսը չափազանց բարձր գռաց։ Նա մեկնեց դողացող ձեռքը, բայց նախքան հացին դիպչելը, նրա հետում մի կոշտ ձայն հնչեց։ Ռեստորանի մենեջերը, Գորգը, հայտնի էր իր խստությամբ։ Նախկին զինվորական լինելով, նա հաստատության կարգապահությունը պահում էր երկաթյա ձեռքով։ Տեսնելով կեղտոտ ու բոկոտ աղջկան իր անթերի խոհանոցում, նա զայրույթի զզվանքի խառնուրդ զգաց։ Ուժեղ բռնեց Մարոյի նիհար բազկից, սկսեց նրան քարշ տալ դեպի ելքը, մրթմրթալով հիգիենայի անվտանգության անպատշաճության մասին։ Մարոն փորձեց պոկվել, բայց չափազանց թույլ էր։ Նրա դողդոջուն ոտքերը հազիվ էին պահում իրեն։ Մենեջերը բացեց սրահ տանող դուռը, մտադրվելով արագ անցնել այնտեղով, որպեսզի չանհանգստացնի հաճախորդներին, բայց աղջիկը, հուսահատության մի պոռթկումով, կարողացավ ազատվել։ Եվ հետո առանց մտածելու, առանց ծրագրելու, առաջնորդվելով միայն գոյատման բնազդով, որը նույնիսկ ինքը չէր հասկանում, վազեց դեպի գլխավոր սրահ։ Ազդեցությունն ակնթարթային էր։ Խոսակցությունները կիսատ մնացին։ Պատառաքաղները կախվեցին օդում։ Գլուխները շրջվեցին։ Մի կեղտոտ, բոկոտ երեխա, պատառոտված շորերով խճճված մազերով, անցնում էր Երանի ամենաթանկ ռեստորաններից մեկի սրահով։ Դա մի տեսարան էր, որը չէր պատկանում այդ միջավայրին։ Դա դաժան իրականությունն էր, որը ներխուժել էր էլիտայի պաշտպանված աշխարհ։ Մարոն շուրջը նայեց, մոլորված, վախեցած։ Տեսավ շոկի, զզվանքի, հիվանդագին հետաքրքրության դեմքեր։ Եվ հետո նրա աչքերը հանդիպեցին Արմանի աչքերին։ Այդ տղամարդու մեջ ինչ-որ բան կար, որը նա չէր կարողանում բացատրել։ Գուցե այն փաստը, որ նա մենակ էր, ինչպես ինքը։
Գուցե նրա դեմքի արտահայտությունը, որը ոչ թե զզվանք էր արտահայտում, այլ մի այլ բան։ Մի բան, որը գրեթե նման էր ճանաչման։ Առանց լավ հասկանալու, թե ինչ է անում, Մարոն քայլեց դեպի նրա սեղանը։ Մենեջերը փորձեց կանգնեցնել նրան, բայց նա ավելի արագ էր։ Նա կանգնեց անթերի կոստյումով տղամարդու առջ, նրա չորացած կոկորդից դուրս եկավ մի նախադասություն, որը նա նույնիսկ չէր ծրագրել, մի նախադասություն, որը բխեց նրա վիրավոր հոգու խորքից, մի նախադասություն, որը լռեցրեց ողջ ռեստորանը։ Կարող եմ քեզ հետ ուտել, հայրիկ։ Արմանն այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես հարված ստացած լիներ Ստամոքսին։ Այդ բառերը, այդ աչքերը, հույսով հազիվ քողարկված այդ հուսահատությունը։ Դա նման էր անցյալի հայելուն նայելուն։ Մի հայելու, որն արտացոլում էր իր իսկ տարբերակը, որին նա տասնամյակներ շարունակ փորձել էր մոռանալ։ Մենեջերը հասավ սեղանին, զայրույթից ամոթից կարմրած, սկսեց բուռն կերպով ներողություն խնդրել Արմանից։ Բայց Արմանը բարձրացրեց ձեռքը, հրամայելով նրան լռել։ Նրա սիրտը խենթորեն բաբախում էր։ Նրա ներսում ինչ-որ բան ճաք էր տալիս, ինչպես ամբարտակը, որը պատրաստ է փլվել տարիների ճնշումից հետո։ Նա նայեց աղջկան։ Իսկապես նայեց նրան։ Տեսավ կեղտը, որը միայն մակերեսային էր։ Տեսավ քաղցը, որը խորն էր։ Տեսավ վախը, որը հին էր։ Եվ տեսավ մի այլ բան։ Տեսավ արժանապատվություն։ Այդ երեխան ողորմություն չէր խնդրում։ Նա ընկերակցություն էր խնդրում։ Նա խնդրում էր, որ իրեն տեսնեն, որպեսզի իրեն մարդ համարեն։ Արմանը պոռթկումների մարդ չէր։ Նրա կյանքի յուրաքանչյուր որոշում մանրակրկիտ հաշվարկված էր։ Բայց այդ պահին նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց կամ ուղղվեց, նա չէր կարող ասել։ Նա շրջվեց դեպի մենեջերը մի ձայնով, որը հակաճառում չէր ընդունում, ասաց, որ անմիջապես տաք ուտեստ պատրաստեն աղջկա համար։ Լիարժեք ուտեստ։ Եվ որ նրան նստեցնեն իր սեղանի շուրջ։ Նա իր այդ երեկոյի հատուկ հյուրն էր։ Մենեջերի դեմքի շոկը գրեթե կոմիկական էր։ Հարան սեղանների որոշ հաճախորդներ դժգոհության ձայներ հանեցին։ Մի կին խնդրեց իրեն այլ սեղան տեղափոխել։ Բայց Արմանին դա չէր հետաքրքրում։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա չէր մտածում տեսքի, գործարքների կամ հետանքների մասին։ Նա պարզապես զգում էր։ Եվ այն, ինչ նա զգում էր, անբացատրելի կապ էր այդ երեխայի հետ։ Մարոյին ուղեկցեցին նրա կողքի աթոռին։ Նա այնքան վախեցած էր, որ հազիվ էր կարողանում շարժվել։ Չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Սպասում էր, որ իրեն դուրս կշպրտեն, գուցե նույնիսկ ոստիկանություն տանեն։ Բայց ահա նա նստած էր փափուկ աթոռին, սպիտակ սփռոցով ծածկված սեղանի առջ։ Մատուցողը հայտնվեց, ակնհայտորեն անհանգիստ, բայց բավականաչափ պրոֆեսիոնալ իրեն զսպելու համար։ Արմանը խնդրեց սկզբի համար բանջարեղենային ապուր բերել, հետո բրնձով տապակած հավի մսով ու բանջարեղենով ուտեստ։ Մի սննդարար բան, բայց ոչ շատ ծանր օրերով դատարկ Ստամոքսի համար։ Մինչ սպասում էին, Արմանը չգիտեր ինչ ասել։ Նա լավ չէր երեխաների հետ։ Իրականում նա ընդհանրապես մարդկանց հետ լավ չէր։ Բայց նայեց նրան հարցրեց անունը։ Մարիամ, ցածր ձայնով պատասխանեց նա։ Բայց բոլորն ինձ Մարո են ասում։ Մարո, կրկնեց նա։ Իմ անունն Արման է։ Նա գլխով արեց, դեռ վախենալով, որ սա ինչ-որ հնարք է։ Որ ցանկացած պահի նա կծիծաղի իր վրա կվռնդի։ Բայց հետո եկավ ապուրը, գոլորշիով անուշահոտ, Մարոն մոռացավ բոլոր վախերը։ Դողացող ձեռքերով վերցրեց գդալը, սկսեց ուտել։ Սկզբում դանդաղ, ինչպես մեկը, ով վախենում է, որ սնունդը կանհետանա։ Հետո ավելի վստահ, երբ հասկացավ, որ սա իրական է։ Արմանը հետում էր, կոկորդում մի գունդ զգալով։ Նա ճանաչում էր այդ քաղցը։ Ոչ թե ֆիզիկական քաղցը, որը նա երբեք այդպես չէր զգացել, այլ հուզական քաղցը։ Ինչ-որ տեղ պատկանելու քաղցը։ Տեսանելի լինելու։ Ինչ-որ մեկի համար կարոր լինելու։ Գդալների արանքում Մարոն սկսեց խոսել։ Գուցե սննդի ջերմությունն էր կամ այդ անծանոթի անսպասելի բարությունը, բայց բառերը սկսեցին հոսել։ Նա պատմեց գյուղի մասին։ Մոր մասին, ով տաք հացեր էր թխում։ Այն օրվա մասին, երբ ամեն ինչ փոխվեց։ Հարազատների մասին, ովքեր իրեն չուզեցին։ Հոր մասին, ով ասաց, որ ինքը չափազանց շատ հոգս է պատճառում,
Արմանը լուռ լսում էր, յուրաքանչյուր բառը զգալով որպես սայր։ Դա իր պատմությունն էր։ Այլ մանրամասներով, այլ անուններով, բայց դա իր պատմությունն էր։ Նրան նույնպես մերժել էին։ Նա նույնպես անցել էր մանկատներով։ Նա նույնպես չափազանց շուտ էր սովորել, որ աշխարհը սառը վայր է, միակ մարդը, ում վրա կարող էր հույս դնել, ինքն էր։ Բերեցին գլխավոր ուտեստը։ Ռեստորանի շեֆ-խոհարարը, Անահիտը, 50 տարեկան մի կին, բարի աչքերով, պնդել էր անձամբ պատրաստել այն։ Նա մոտեցավ սեղանին, ծնկի իջավ Մարոյի կողքին, ասաց, որ այդ ուտեստը պատրաստել է ամենայն սիրով, որ հույս ունի, որ նրան դուր կգա։ Մարոն շնորհակալություն հայտնեց, աչքերում արցունքներով սկսեց ուտել։ Յուրաքանչյուր պատառի հետ նա կարծես վերակենդանանում էր։ Գույները վերադառնում էին նրա դեմքին։ Փայլը վերադառնում էր աչքերին։ Եվ հետո ճաշի կեսին նա կանգ առավ մի բան ասաց, որն Արմանին ստիպեց դժվարությամբ կուլ տալ թուքը։ Մայրիկս նման մի բան էր պատրաստում, ասաց նա։ Կիրակի օրերին։ Նա շուտ էր արթնանում, ամեն ինչ անում էր այնպիսի սիրով։ Ասում էր, որ սիրով պատրաստված սնունդը կերակրում է ոչ միայն մարմինը, այլ հոգին։ Իսկ որտեղ է հիմա մայրդ, հարցրեց Արմանը, թե արդեն գիտեր պատասխանը։ Մարոն ցած թեքեց աչքերը։ Նա երկինք գնաց, ասաց նա պարզապես։ Մարդիկ ասացին, որ նա ավելի լավ տեղ է գնացել։ Բայց ես կուզեի, որ նա այստեղ մնար ինձ հետ։ Արմանն իր ներսում ինչ-որ բանի փլուզում զգաց։ Մի պատնեշի, որը նա տարիներ շարունակ պահել էր։ Առանց մտածելու նա մեկնեց ձեռքը, թեթակի դիպավ Մարոյի փոքրիկ ձեռքին։ Աղջիկը զարմացած նայեց նրան, հետո ռեստորան մտնելուց ի վեր առաջին անգամ ժպտաց։ Մի փոքրիկ, ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ։ Նրանց շուրջը ռեստորանը վերադարձել էր իր բնականոն հունին։ Խոսակցությունները վերսկսվել էին։ Աղմուկը վերադարձել էր։ Բայց որոշ հայացքներ մնում էին։ Մի ալեհեր տիկին, նրբագեղ հագնված, մտախոհ հետում էր տեսարանին։ Ճաշի վերջում նա մոտեցավ Արմանի սեղանին։ Ներեցեք միջամտության համար, ասաց նա քաղաքավարի ձայնով։ Բայց պետք է ասեմ, որ դուք այսօր մի ուշագրավ բան արեցիք։ Ամուսինս ես տարիներ շարունակ այստեղ ենք ճաշում, երբեք նման բան չենք տեսել։ Դուք կարող էիք վռնդել աղջկան, ինչպես որ սպասվում էր։ Բայց դուք ընտրեցիք տեսնել նրան որպես մարդ։ Որպես մեկին, ով արժանի է արժանապատվության։ Արմանը մնացել էր առանց բառերի։ Չգիտեր, իրեն գովում են, թե քննադատում։ Բայց տիկինը շարունակեց. Հայրս միշտ ասում էր, որ մարդու իրական բնավորությունը երում է նրանում, թե ինչպես է նա վերաբերվում նրանց, ովքեր փոխարենը ոչինչ չեն կարող առաջարկել։ Դուք այսօր բնավորություն ցույց տվեցիք։ Իսկ դա հազվադեպ է։ Շատ հազվադեպ։ Նա հեռացավ նախքան Արմանը կկարողանար պատասխանել։ Նա նայում էր իր ձեռքին, որը դեռ սեղանին էր, Մարոյի ձեռքի մոտ։ Երբ էր վերջին անգամ դիպել մեկ այլ մարդու, բացի գործնական պաշտոնական ձեռքսեղմումից։ Մարոն ավարտել էր ուտելը, հիմա պայքարում էր աչքերը բաց պահելու համար։ Ռեստորանի ջերմությունը, սնունդը ստամոքսում, վախի ակնթարթային թեթացումը, ամեն ինչ նրան քուն էր տանում։ Նրա գլուխը թեքվում էր կողքի, աչքերը ծանր թարթում էին։ Արմանը նայեց նրանց, մեկ պորտկումնային որոշում կայացրեց։ Կանչեց մատուցողին, հաշիվը խնդրեց։ Հետո զգուշությամբ դիպավ Մարոյի ուսին։ Արի, ասաց նա։ Դու պետք է իսկական քուն քնես։ Իսկական մահճակալում։ Մարոն նայեց նրան հույսի վախի խառնուրդով։ Ո՞ր ենք գնում, հարցրեց նա։ Իմ տուն, պատասխանեց Արմանը։ Միայն այս գիշեր։ Վաղը կորոշենք մնացածը։ Նա չգիտեր, թե ինչ է նշանակում մնացածը։ Նա ծրագիր չուներ։ Երեխաների հետ փորձ չուներ։ Չգիտեր ինչպես վարվել այդ իրավիճակում։ Բայց գիտեր, որ չի կարող նրան թողնել նորից փողոցում։ Ոչ այդ գիշեր։ Գուցե երբեք։ Արմանը վերցրեց իր վերարկուն, գցեց Մարոյի նիհար ուսերին։ Այն չափազանց մեծ էր, քարշ էր գալիս գետնին, բայց գոնե տաքացնում էր նրան։ Նրանք դուրս եկան ռեստորանից հետաքրքրասեր, քննադատական, որոշներն էլ նույնիսկ հիացած հայացքների ներքո։ Դրսում Երանի գիշերը շարունակում էր իր խենթ ռիթմը, անտարբեր այն փոքրիկ հրաշքի նկատմամբ, որը հենց նոր տեղի էր ունեցել ոսկե շողի ներսում։
Մեքենայի մեջ Մարոն նստեց ուղորի նստատեղին հիացմունքով շուրջը նայեց։ Նա երբեք նման գեղեցիկ մեքենայի մեջ չէր եղել։ Այնքան մաքուր, այնքան անուշահոտ։ Արմանը միացրեց տաքացուցիչը, նկատելով, որ նա դեռ թեթակի դողում է։ Նա լուր վարում էր լուսավորված փողոցներով, մինչ Մարոն պատուհանից հետում էր քաղաքին։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ է, մրմնջաց նա։ Լույսերը, շենքերը, կարծես ուրիշ աշխարհ լինի։ Սա իսկապես ուրիշ աշխարհ է, մտածեց Արմանը, բայց չասաց։ Մի աշխարհ, որը նա չպետք է ստիպված լիներ ճանաչել այդքան շուտ։ Մի աշխարհ, որը մերժել էր նրան դեռս հնարավորություն չտված։ Արմանի առանձնատունը գտնվում էր Վահագնի թաղամասում։ Ավտոմատ դարպասներ, շուրջօրյա անվտանգություն, կատարյալ խնամված այգիներ։ Երբ մեքենան կանգնեց ավտոտնակում, Մարոն դանդաղ իջավ, դեռ փաթաթված չափազանց մեծ վերարկուի մեջ։ Նա նայեց տանը, նրա աչքերը չռվեցին։ Դու այստեղ ես ապրում, հարցրեց նա, չհավատալով։ Մենակ։ Մենակ, հաստատեց Արմանը, զգալով այդ բառի ծանրությունը, ինչպես երբեք նախկինում։ Տան ներսում նա կանչեց տնային տնտեսուհուն, տիկին Սոնային, ով դեռ ավարտում էր օրվա մաքրությունը։ 60 տարեկան կինը, ով Արմանի մոտ աշխատում էր արդեն 5 տարի, գրեթե վայր գցեց ավելը, տեսնելով տիրոջը երեխայի ուղեկցությամբ։ Տիկին Սոնա, ասաց Արմանը, փորձելով ավելի վստահ հնչել, քան զգում էր։ Սա Մարոն է։ Նա այսօր այստեղ կմնա։ Կարող եք հյուրասենյակը պատրաստել։ Մաքուր շորերով, եթե կգտնվեն, տաք լոգանքով, այն ամենով, ինչի կարիքը կունենա։ Տիկին Սոնան գործնական բարի սիրտ ունեցող կին էր։ Նա հարցեր չտվեց։ Պարզապես գլխով արեց մեկնեց ձեռքը Մարոյին, ով հետեց նրան աստիճաններով։ Արմանը մնաց կանգնած նախասրահում, նայելով իր հսկայական դատարկ տանը, որն անվանում էր օջախ։ Առաջին անգամ նա նկատեց, թե որքան լուռ է այն։ Որքան սառը։ Որքան զուրկ կյանքից։ Նա բարձրացավ իր աշխատասենյակ, իրեն մի բաժակ վիսկի լցրեց։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Ինչ էր նա անում։ Նա ոչինչ չգիտեր երեխայի մասին հոգ տանելուց։ Ոչինչ չգիտեր հայր լինելուց, խնամակալ լինելուց, որևէ բան լինելուց, բացի մենակյաց գործարար լինելուց։ Բայց հետո նա հիշեց Մարոյի աչքերը։ Այն ձը, որով նա կերավ այդ ապուրը։ Այն բառը, որը դուրս եկավ նրա բերանից։ Հայրիկ։ Նա իրեն չէր ճանաչում։ Նրա մասին ոչինչ չգիտեր։ Բայց հուսահատության այդ պահին նա իր մեջ տեսել էր մի բան, որն ստիպել էր նրան օգտագործել այդ բառը։ Եվ այդ բառը, ինչ-որ պատճառով, որը նա չէր կարող բացատրել, դիպել էր նրա ներսի մի խորը կետի։ Մի բանի, որը նա կարծում էր, թե վաղուց մեռած է։ Արմանն այդ գիշեր վատ քնեց։ Նա նայում էր առաստաղին, մտածելով հարան սենյակում գտնվող Մարոյի մասին։ Մտածելով իր սեփական մանկության մասին։ Մտածելով այն տղայի մասին, ով ինքն էր, միայնակ մի գերբեռնված մանկատանը, սպասելով ինչ-որ մեկին, ով երբեք չեկավ։ Մտածելով այն մասին, թե ինչպես էր կայսրություն կառուցել, բայց կորցրել էր իրեն այդ ընթացքում։ Երբ վերջապես քուն մտավ, արդեն լուսանում էր։ Եվ տարիների ընթացքում առաջին անգամ նրա երազները ոչ թե հաշվետվությունների, ներդրումների կամ շուկայական ռազմավարությունների մասին էին։ Դրանք տաք հացերի, փոքրիկ ձեռքերի մի լուռ ռեստորանում արձագանքող հայրիկ բառի մասին էին։ Արը ծագեց երանի վրա, բերելով մեկ օր։ Բայց Արման Կարապետյանի Մարիամի համար սա պարզապես մեկ օր չէր լինելու։ Սա լինելու էր ինչ-որ նոր բանի առաջին օրը։ Ինչ-որ վախենալու բանի։ Մի բանի, որի կարիքը երկուսն էլ, յուրաքանչյուրն իր ձով, վաղուց ունեին։ Սա լինելու էր մի պատմության առաջին օրը, որը նրանցից ոչ մեկը չէր ծրագրել, բայց որը երկուսն էլ, առանց իմանալու, դատապարտված էին ապրելու։ Արմանն արթնացավ խոհանոցից եկող ձայներից։ Մի պահ, ապա կողմնորոշված, նա կարծեց, թե հեռուստացույցն է բաց թողել։ Բայց հետո հիշեց. Մարոն։ Աղջիկն իր տանն էր։ Նայեց ժամացույցին, տեսավ, որ արդեն առավոտյան 8-ն անց է։ 10-ին կարոր հանդիպում ուներ միջազգային ներդրողների հետ։ Մի հանդիպում, որը կարող էր նշանակել իր ընկերության ընդլայնումը 3 նոր երկրներում։ Մի հանդիպում, որը նա ամիսներով էր ծրագրել։ Բայց նրա մտքերը չէին կարողանում կենտրոնանալ ներդրողների վրա։
Այն ամենը, ինչի մասին նա կարող էր մտածել, հյուրասենյակում քնած երեխան էր։ Նա արագ վեր կացավ, հագավ խալաթը, իջավ աստիճաններով։ Ձայները գալիս էին խոհանոցից։ Տիկին Սոնան ցածր ձայնով խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Երբ նա ներս մտավ, տեսավ Մարոյին սեղանի շուրջ նստած, հագին նրա շապիկներից մեկը, որը նրա համար զգեստ էր դարձել, ոտքերը օդում ճոճվում էին առանց գետնին հասնելու։ «Բարի լույս», ասաց նա, իր սեփական տանը տարօրինակ կերպով կաշկանդված զգալով։ Մարոն շրջեց գլուխը ժպտաց։ «Բարի լույս»։ Տիկին Սոնան տաք շոկոլադ պատրաստեց։ Ասաց, որ իր տատիկի բաղադրատոմսն է։ Արմանը նայեց տնտեսուհուն, ով նրան հավանություն տվող ժապիտ ուղղեց։ Տիկինն արդեն մեծացած 3 երեխաների մայր էր, ուներ այն գործնական իմաստնությունը, որը գալիս է երեխաներ մեծացնելու տարիներից։ Նա գտել էր հին շորեր այն ժամանակվանից, երբ իր թոռներն էին այցելում, ինչ-որ բան էր հարմարեցրել Մարոյի համար հագնելու, մինչ նրա շորերը լվացվում էին։ «Պարոն Արման», ասաց տիկին Սոնան, պահպանելով այն հարգալից տոնը, որը միշտ օգտագործում էր։ Փոքրիկը շուտ արթնացավ։ Երկար լոգանք ընդունեց։ Կարծում եմ, կարոտել էր տաք ջրին։ Տվեցի նրան այն, ինչ ունեի այստեղ, բայց պետք է համապատասխան հագուստ գնել։ Եվ կան այլ բաներ, որոնց կարիքը երեխան ունի։ Արմանը գլխով արեց, բայց նրա միտքն այլ տեղում էր։ Նա նայեց Մարոյին, ով զգուշությամբ խմում էր շոկոլադը, յուրաքանչյուր կումից առաջ փչելով։ Նրա մազերը դեռ խոնավ էին լոգանքից, հետ սանրված։ Առանց փողոցի կեղտի, նա կարող էր հստակ տեսնել նրա դեմքը։ Նա գեղեցիկ էր, նուրբ դիմագծերով, արտահայտիչ աչքերով։ Բայց այդ աչքերում ինչ-որ բան կար, որը նրան անհանգստացնում էր։ Մի հասունություն, որը չպետք է լիներ այնտեղ։ Մի տխրություն, որը ոչ մի 7 տարեկան երեխա չպետք է կրեր։ Մարո, սկսեց նա, նստելով սեղանի շուրջ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ որոշ բաների մասին։ Այն մասին, թե ինչ է լինելու հիմա։ Նա դադարեց խմել, ուշադիր նայեց նրան։ Նրա մարմինը լարվեց, կարծես պատրաստվում էր վատ լուր լսելու։ Դու մնալու տեղի կարիք ունես, շարունակեց Արմանը, զգուշությամբ ընտրելով բառերը։ Եվ ես կուզեի, որ դու մնաս այստեղ։ Գոնե առայժմ։ Մինչ մենք ամեն ինչ ճիշտ որոշենք։ Ինչպես որոշենք, հարցրեց Մարոն, նրա ձայնը լի էր զգուշավորությամբ։ Կան վայրեր, բացատրեց նա։ Վայրեր, որտեղ հոգ են տանում այն երեխաների մասին, ովքեր ընտանիք չունեն։ Կամ մենք կարող ենք փորձել գտնել քո ինչ-որ հարազատի, ով ոչ, ընդհատեց Մարոն, նրա ձայնը բարձրացավ։ Ոչ ոք ինձ չի ուզում։ Արդեն փորձել են։ Բոլորն ասացին, ոչ։ Իսկ այդ վայրերը, նա դադար տվեց, դողալով։ Այդ վայրերը վատն են։ Երեխաները գիշերը լաց են լինում, ոչ ոք չի գալիս։ Մեծերը ծեծում են փոքրերին։ Սնունդը վատն է։ Ցուրտ է։ Այնտեղ, նա բառը փնտրեց, այնտեղ դատարկ է։ Արմանը ճնշում զգաց կրծքում։ Նա ճանաչում էր այդ դատարկությունը։ Տարիներ շարունակ ապրել էր դրա մեջ։ Ուրեմն դու մնում ես այստեղ, ասաց նա, զարմացնելով ինքն իրեն որոշման հաստատակամությամբ։ Այնքան ժամանակ, որքան պետք կլինի։ Բայց մենք պետք է որոշ հարցեր լուծենք։ Փաստաթղթեր։ Դպրոց։ Իրավական հարցեր։ Հասկանում ես։ Մարոն գլխով արեց, թե ակնհայտորեն լավ չէր հասկանում։ Բայց կարևորն այն էր, որ կարող էր մնալ։ Որ իրեն չէին վռնդելու։ Գոնե դեռ ոչ։ Արմանը նայեց ժամացույցին։ Հանդիպումը։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց իր օգնականին, Գայանեին, մի արդյունավետ 40 տարեկան կնոջ, ով արդեն 5 տարի կառավարում էր նրա գրաֆիկը։ Գայանե, ես պետք է 10-ի հանդիպումը տեղափոխեմ։ Մյուս կողմից զարմացած լռություն տիրեց։ 5 տարվա մեջ Արմանը երբեք հանդիպում չէր տեղափոխել։ Երբեք։ Տեղափոխել, կրկնեց նա, կարծես համոզված լինելով, որ սխալ է լսել։ Եվրոպական հիմնադրամի ներդրողների հետ հանդիպումը։ Այն հանդիպումը, որն ասում էիք, թե եռամսյակի ամենակարևորն է։ Այո, հենց այդ մեկը։ Ես պետք է շտապ հարց լուծեմ։ Տեսեք, կարող եք վաղվա կամ մյուս օրվա համար նշանակել։ Պարոն Արման, ասաց նա, նրա ձայնը լի էր անհանգստությամբ։ Նրանք հատուկ դրա համար են Լոնդոնից եկել։
Եթե հիմա տեղափոխենք Գայանե, ընդհատեց նա, բայց մեղմորեն։ Ես վստահում եմ քեզ այդ հարցը լուծելու համար։ Ասա, որ անհետաձգելի գործ ունեմ։ Անձնական գործ։ Եվս մեկ լռություն։ Անձնական։ Արմանը երբեք անձնական գործեր չէր ունենում։ Աշխատանքն ամեն ինչ էր։ Ամեն ինչ կարգին է, պարոն, հարցրեց նա։ Ինչ-որ բան է պատահել։ Ամեն ինչ կարգին է, պատասխանեց նա, նայելով Մարոյին, ով ուշադիր հետում էր խոսակցությանը։ Իրականում ամեն ինչ այլ է։ Բայց լավ է։ Նա անջատեց հեռախոսը, նախքան Գայանեն կկարողանար ավելի շատ հարցեր տալ։ Տիկին Սոնան նայում էր նրան մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Հավանություն։ Զարմանք։ Գուցե երկուսն էլ։ Ես պետք է մի քանի զանգեր անեմ, ասաց Արմանը։ Բայց նախ, մենք դուրս ենք գալու։ Դու շորերի կարիք ունես, Մարո։ Եվ այլ բաների։ Ինչ կասես, եթե գնանք արտրի կենտրոն։ Մարոյի աչքերը փայլեցին։ Ես երբեք արտրի կենտրոնում չեմ եղել, խոստովանեց նա։ Միայն հեռուստացույցով եմ տեսել։ Արմանը նորից ճնշում զգաց կրծքում։ Քանի՞։ Պարզ բան այդ երեխան երբեք չէր ապրել։ Մանկության քանի՞։ Սովորական փորձառություններից էր նա զրկված եղել։ Ուրեմն այսօր առաջին անգամը կլինի, ասաց նա, ստիպելով իրեն ժպտալ, ինչը տարիներ շարունակ չէր արել։ 1 ժամ անց նրանք մոտակա արտրի կենտրոնում էին։ Արմանը խնդրել էր տիկին Սոնային ուղեկցել իրենց, զգալով, որ կնոջ խորհրդի կարիքն ունի աղջկա համար իրեր գնելիս։ Մարոն ամուր բռնել էր նրա ձեռքը, հիացմունքով նայելով շուրջը։ Ցուցափեղկերը, լույսերը, մարդկանց շարժը, ամեն ինչ նոր էր ու հրաշալի։ Մտան մանկական հագուստի խանութ։ Վաճառողուհին, 20 տարեկան մի երիտասարդ աղջիկ, նրանց դիմավորեց պրոֆեսիոնալ ժպիտով, որը թեթակի տատանվեց, նկատելով լավ հագնված տղամարդու ակնհայտորեն հարմարեցված շորերով երեխայի միջ անհամապատասխանությունը։ Նրա համար ամբողջական զգեստապահարան է պետք, ասաց Արմանը ուղղակիորեն։ Ամենօրյա շորեր, դպրոցական շորեր, երբ սկսի հաճախել, կոշիկներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Եվ ինձ ոչ մի շատ թանկ կամ շատ էժան բան ցույց չտաք։ Ուզում եմ լավ իրեր, բայց երեխայի համար համապատասխան։ Վաճառողուհին վերականգնեց իրեն, սկսեց տարբերակներ ցույց տալ։ Մարոն յուրաքանչյուր կտորին դիպչում էր երկյուղածությամբ, կարծես վախենալով, որ դրանք կանհետանան։ Արմանը հետում էր նրա արձագանքներին, փորձելով հասկանալ, թե ինչն է նրան դուր գալիս։ Նկատեց, որ նրա աչքերն ավելի շատ փայլում են վառ գույներից, որ նա նախընտրում էր կենդանիների նկարներով շորերը ծաղիկներից, որ սիրում էր գրպաններով տաբատներ։ Կարող ես վերցնել այն ամենը, ինչ քեզ դուր է գալիս, ասաց նա։ Ամեն ինչ, կրկնեց Մարոն, չհավատալով։ Կարող եմ 2 հատ վերցնել։ Կարող ես 10-ական հատ վերցնել, եթե ուզում ես, պատասխանեց Արմանը անմիջապես նկատեց իր սխալը, երբ տեսավ Մարոյի չռված աչքերը։ Տիկին Սոնան մեղմորեն միջամտեց։ Ինչ կասեք, եթե յուրաքանչյուր տեսակից 5-6 հատ վերցնենք։ Դա ավելի քան բավարար է սկզբի համար։ Երեխաները արագ են մեծանում, այնպես որ պետք չէ չափն անցնել։ Արմանը գլխով արեց, շնորհակալ լինելով խորհրդի համար։ Նա ոչինչ չգիտեր երեխա մեծացնելուց։ Երբեք չէր մտածել երեխաներ ունենալու մասին։ Երբեք թույլ չէր տվել իրեն մտածել դրա մասին։ Եվ հիմա ահա նա հագուստ էր գնում մի աղջկա համար, ում հազիվ 24 ժամ էր, ինչ ճանաչում էր։ Հագուստի խանութից հետո գնացին կոշիկի խանութ։ Մարոն կյանքում առաջին անգամ մարզակոշիկներ փորձեց ծիծաղեց, երբ Արմանը կապեց քուղերը։ Այնքան փափուկ են, ասաց նա, թեթակի ցատկելով փորձելու համար։ Վերցրեցին 3 զույգ, մեկը ամենօրյա, մեկը ավելի պաշտոնական, մեկը խաղալու համար։ Գրենական պիտույքների խանութում։ Արմանը գնեց տետրեր, գունավոր մատիտներ, գրիչներ, թիթեռնիկների նկարով մի պայուսակ, որը Մարոն էր ընտրել, մանկական գրքեր։ Դեղատնից անձնական հիգիենայի պարագաներ, որոնք Մարոն երբեք չէր ունեցել։ Մեղմ շամպուն, ելակի հոտով օճառ, վարդագույն ատամի խոզանակ, զարդարված մազերի խոզանակ։ Յուրաքանչյուր խանութում Մարոն դիպչում էր ապրանքներին, կարծես դրանք գանձեր լինեին։ Նա ցածրաձայն շնորհակալություն էր հայտնում յուրաքանչյուր գնումից հետո։ Եվ Արմանը զգում էր, թե ինչպես է իր սիրտը, որն այնքան ժամանակ կարծրացած էր եղել, սկսում փափկել։ Կանգ առան ճաշելու սննդի գոտում։
Մանոն պիցցա էր ուզում, ուստի Արմանը մի մեծ պիցցա պատվիրեց, թե նա կերավ ընդամենը 2 կտոր։ Նա նկատեց, որ նրա ստամոքսը դեռ սովոր չէր մեծ քանակությամբ սննդի։ Մինչ ուտում էին, Մարոյի տարեկից մի փոքրիկ աղջիկ վազելով անցավ, հետից մի փոքր ավելի մեծ տղա։ Երկուսն էլ բարձր ծիծաղում էին, խաղալով։ Նրանց մայրը նստած հարան սեղանի շուրջ, ժպտալով հետում էր նրանց։ Մանոն նայեց տեսարանին մի արտահայտությամբ, որը Արմանը չկարողացավ վերծանել։ Տխրություն։ Կարոտ։ Նախանձ։ Դու ընկերներ ունեիր, հարցրեց նա մեղմորեն։ Նախկինում։ Մանոն գլխով արեց։ Լավագույն ընկերուհի ունեի, Անիին։ Մենք տիկնիկներով էինք խաղում։ Սավաններով տնակ էինք սարքում։ Նա լաց եղավ, երբ ես գնացի։ Ասաց, որ կարոտելու է։ Արմանը չգիտեր ինչ ասել։ Ինչպես մխիթարել մեկին, ով կորցրել է ամեն ինչ։ Ինչպես խոստանալ, որ ամեն ինչ լավ կլինի, երբ ինքն էլ ոչ մի բանում վստահ չէր։ Դու նոր ընկերներ կգտնես, ասաց նա վերջապես։ Դպրոցում։ Երբ սկսես հաճախել։ Մանոն հույսով նայեց նրան։ Ես կկարողանամ դպրոց գնալ։ Իհարկե կգնաս, պատասխանեց Արմանը։ Յուրաքանչյուր երեխա պետք է դպրոց գնա։ Դա օրենք է։ Բայց եթե նրանք ինձ չընդունեն, ասաց Մանոն ցածր ձայնով։ Եթե իմանան, որ ես փողոցում եմ ապրել։ Եթե ծիծաղեն ինձ վրա։ Արմանը թեքվեց առաջ, ուղիղ նայելով նրա աչքերին։ Եթե ինչ-որ մեկը ծիծաղի քեզ վրա, դու ինձ կասես։ Եվ ես կլուծեմ այդ հարցը։ Ոչ ոք քեզ վատ չի վերաբերվի։ Այնքան ժամանակ, քանի դեռ ես կարող եմ կանխել դա։ Մանոն ժպտաց, մի փոքրիկ, բայց անկեղծ ժպիտ։ Դու լավն ես։ Տարբերվում ես մյուս մեծերից։ Ինչով եմ տարբերվում, հարցրեց Արմանը, հետաքրքրված։ Դու ինձ լսում ես, ասաց նա պարզապես։ Մյուսները միայն խոսում էին։ Իմ փոխարեն որոշումներ էին կայացնում։ Բայց դու հարցնում ես։ Դու ուզում ես իմանալ, թե ես ինչ եմ մտածում։ Արմանը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Նա սովոր չէր գովեստների։ Գոնե այս տեսակի գովեստների։ Նա սովոր էր, որ իրեն հանճար են անվանում, տեսլական ունեցող, առաջնորդ։ Բայց լավը լինել։ Մեկը, ով լսում է։ Դա նորություն էր։ Տուն վերադառնալիս, ձեռքերը տոպրակներով բեռնված, Մանոն քնեց մեքենայի հետի նստատեղին։ Արմանը հետի հայելուց նայեց նրան։ Նա այնքան փոքր էր թվում, այնքան փխրուն։ Եվ մինույն ժամանակ, այնքան ուժեղ։ Ավելի ուժեղ, քան ինքը երբե եղել էր։ Տանը տիկին Սոնան օգնեց դասավորել գնումները, մինչ Մանոն քնած էր հյուրասենյակի բազմոցին։ Արմանը գնաց իր աշխատասենյակ արեց այն զանգը, որը հետաձգում էր։ Զանգեց Անահիտին, ռեստորանի շեֆ խոհարարին։ Նա նախորդ երեկոյան թողել էր իր անձնական քարտը, ասելով, որ եթե որևէ օգնության կարիք լինի, կարող է զանգել։ Անահիտը պատասխանեց երկրորդ զանգից։ Արման, որքան լավ է քեզ լսելը։ Ինչպես է փոքրիկը։ Լավ է, պատասխանեց նա։ Հիմա քնած է։ Առավոտն անցկացրել ենք նրա համար անհրաժեշտ իրեր գնելով։ Բայց, Անահիտ, ես չգիտեմ, թե ինչ եմ անում։ Ոչ մի գաղափար չունեմ երեխայի մասին հոգ տանելուց։ Եվ կան իրավական հարցեր։ Նա չի կարող պարզապես այստեղ մնալ առանց որևէ պաշտոնական ձակերպման։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ես ճանաչում եմ մեկին, ով կարող է օգնել։ Մի սոցիալական աշխատողի։ Նա լուրջ է, կարողունակ, ամենակարևորը, սիրտ ունի։ Տարիներ շարունակ աշխատում է խնամակալության դեպքերի հետ։ Կարող եմ նրա տվյալները քեզ փոխանցել։ Խնդրում եմ, ասաց Արմանը, զգալով մի թեթություն, որին չէր սպասում։ Ես օգնության կարիք ունեմ։ Չեմ ուզում որևէ սխալ բան անել։ Չեմ ուզում, որ Մանոն ավելի շատ վնասվի, քան արդեն վնասվել է։ Դու արդեն շատ ճիշտ բաներ ես անում, ասաց Անահիտը մեղմորեն։ Հենց այն փաստը, որ դու անհանգստացած ես դրա համար, ցույց է տալիս, որ սիրտ ունես։ Քո դիրքում գտնվող շատ տղամարդիկ պարզապես փող կշպրտեին խնդրի վրա։ Բայց դու ներգրավվում ես։ Դու հոգ ես տանում։ Արմանն անջատեց հեռախոսը, գրի առնելով սոցիալական աշխատողի տվյալները։
Նա նայեց իր աշխատասենյակի պատուհանից, տեսնելով իր առանձնատան կատարյալ խնամված այգին։ Քանի անգամ էր եղել այդ աշխատասենյակում, գործարքներ անելով, որոշումներ կայացնելով, որոնք միլիոններ էին շարժում։ Եվ քանի անգամ էր նա որևէ իրական բան զգացել։ Մի բան, որն ավելի կարևոր կլիներ, քան թվերը։ Ձայն լսեց, շրջվեց։ Մարոն կանգնած էր դռան մոտ, տրորելով քնած աչքերը։ «Դու այստեղ էիր», ասաց նա։ Արթնացա ու քեզ չտեսա։ Վախեցա։ Ինչից վախեցար, հարցրեց Արմանը։ Որ սա երազ էր, պատասխանեց նա։ Որ կարթնանայի ու նորից փողոցում կլինեի։ Արմանը ցավ զգաց կրծքում։ Նա իջավ բազմոցից ծնկի եկավ նրա առջ, հավասարվելով նրա աչքերին։ Սա երազ չէր։ Դու այստեղ ես։ Դու ապահով ես։ Եվ շարունակելու ես ապահով լինել։ Ինչքան ժամանակով, հարցրեց Մարոն, այդ հարցի մեջ այնքան վախ կար, որ Արմանը հազիվ կարողացավ պատասխանել։ Այնքան ժամանակով, որքան քեզ պետք կլինի, ասաց նա վերջապես։ Ես քեզ չեմ վռնդելու, Մարո։ Ես քեզ չեմ մերժելու, ինչպես մյուսներն արեցին։ Խոսք եմ տալիս։ Այդ ժամանակ նա գրկեց նրան, փոքրիկ թերը փաթաթելով նրա պարանոցին։ Եվ Արմանը, ով տարիներ շարունակ ոչ ոքի չէր գրկել, ով խուսափում էր ֆիզիկական շփումից, կարծես դա թուլություն լիներ, գրկեց նրան։ Նա սեղմեց այդ փխրուն մարմնիկը, իրեն թույլ տվեց, որ արցունքները, որոնք պահում էր, վերջապես հոսեն։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ։ Մի կոտրված տղամարդ, մի մոլորված աղջիկ, գտնելով միմյանց մեջ մի բան, որը չգիտեին, թե փնտրում են։ Մխիթարություն։ Ըմբռնում։ Մի կապ, որը վեր էր տրամաբանական բացատրություններից։ Երբ բաժանվեցին, երկուսի աչքերն էլ կարմրած էին։ Մարոն ձեռքի թիկունքով սրբեց դեմքը ամաչկոտ ժպտաց։ Դու լաց ես լինում, ասաց նա, կարծես հայտնագործություն անելով։ Կարծում էի, մեծերը լաց չեն լինում։ Որոշներս լաց ենք լինում, ասաց Արմանը։ Պարզապես սովորում ենք լավ թաքցնել։ Մայրիկս ասում էր, որ լաց լինելը մաքրում է հոգին, կիսվեց Մարոն։ Ասում էր, որ դա նման է անձրի։ Լվանում է վատ բաները, որպեսի նոր բան աճի։ Մայրդ իմաստուն է եղել, ասաց Արմանը։ Այո, համաձայնեց Մարոն, նրա ձայնի մեջ կարոտը շոշափելի էր։ Այդ երեկո Արմանը վարձեց Անահիտի առաջարկած սոցիալական աշխատողին։ Տիկին Հասմիկը եկավ տուն, երկար զրուցեց նրա Մարոյի հետ։ Նա 50-անց մի կին էր, ալեհեր մազերով, բարի աչքերով, որոնք արդեն շատ տառապանք էին տեսել, բայց չէին կորցրել հոգ տանելու ունակությունը։ Նա Արմանին բացատրեց իրավական գործընթացը։ Մարոն տեխնիկապես անկանոն վիճակում էր։ Կային արձանագրություններ, որոնց պետք էր հետել, փաստաթղթեր ներկայացնել, մարմիններին տեղեկացնել։ Բայց կային նա ճիշտ ձեր։ Արմանը կարող էր սկսել հուզական խնամակալության գործընթաց, որը վերջնականապես կարող էր հանգեցնել մշտական խնամակալության կամ նույնիսկ որդեգրման։ Որդեգրոն, կրկնեց Արմանը, կարծես փորձելով բառի ծանրությունը։ Դա հնարավորություն է, ասաց տիկին Հասմիկը։ Բայց դա երկար գործընթաց է։ Կան գնահատումներ, հարցազրույցներ, հարմարվողականության շրջաններ։ Դա մի բան չէ, որը որոշվում է մեկ օրում։ Առայժմ կարևորն այն է, որ Մարոն լինի ապահով, լավ խնամված, նրա իրավունքները պաշտպանված լինեն։ Արմանը գլխով արեց։ Նա պատրաստ էր անել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Նա չգիտեր հստակ, թե ինչու չէր կարողանում ռացիոնալ բացատրել, բայց գիտեր, որ չի կարող թողնել Մարոյին գնալ։ Նրա մեջ ինչ-որ բան դիպել էր իր ներսի մի կետի։ Մի բանի, որը նա կարծում էր, թե վաղուց մեռած է։ Տիկին Հասմիկի գնալուց հետո Արմանը գնաց Մարոյի սենյակ։ Նա պառկած էր մահճակալին, նայելով առաստաղին։ Նա թեթակի թակեց դուռը։ Կարող եմ ներս մտնել։ Նա գլխով արեց։ Նա ներս մտավ, նստեց մահճակալի եզրին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Տիկին Հասմիկը լավն է թվում, ասաց Մարոն։ Ինձ հետ չվարվեց այնպես, կարծես ես խղճուկ եմ։ Պարզապես հարցրեց, թե ինչ եմ զգում։ Ինչ եմ ուզում։ Իսկ ինչ ես դու ուզում, հարցրեց Արմանը։ Մարոն մի պահ լռեց։ Ուզում եմ այստեղ մնալ։ Քեզ հետ։ Գիտեմ, որ տարօրինակ է։ Հազիվ եմ քեզ ճանաչում։
Բայց կարծես, նա բառերը փնտրեց, կարծես դու ինձ հասկանում ես։ Կարծես գիտես, թե ինչու եմ այդքան վախենում։ Այդքան վախենում նորից վռնդված լինելուց։ Ես գիտեմ, ասաց Արմանը ցածր ձայնով։ Որովհետև ես նույնպես ունեմ այդ վախը։ Նույնիսկ հիմա, մեծահասակ, հաջողակ։ Դեռ վախենում եմ, որ մարդիկ կբացահայտեն, որ ես բավականաչափ լավը չեմ։ Որ ես արժանի չեմ լինելու այնտեղ, որտեղ կամ։ Բայց դու հարուստ ես, ասաց Մարոն, շփոթված։ Բոլորը քեզ հարգում են։ Տեսա ռեստորանում։ Նրանք քեզ հետ վարվում էին այնպես, կարծես դու կարոր ես։ Փողի համար հարգված լինելը հեշտ է, բացատրեց Արմանը։ Սիրված լինել այն բանի համար, թե ով ես դու, դա դժվար է։ Եվ ես երբեք չեմ սովորել դա անել։ Երբեք ոչ ոքի թույլ չեմ տվել այդքան մոտենալ։ Ինչու ոչ, հարցրեց Մարոն։ Որովհետև վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ նորից մերժված լինելուց։ Ինչպես երբ երեխա էի։ Ինչպես դու եղար։ Մարոն մեկնեց փոքրիկ ձեռքը դիպավ նրա ձեռքին։ Ես քեզ չեմ մերժի։ Դու լավն ես եղել իմ հանդեպ։ Ինձ կերակրեցիր։ Ինձ քո տուն բերեցիր։ Ինձ շորեր գնեցիր։ Ոչ ոք երբեք ինձ համար նման բան չէր արել։ Միայն մայրս։ Արմանը մեղմորեն սեղմեց նրա ձեռքը։ Իսկ դու ինձ տվեցիր մի բան, որը ես կարծում էի, թե վաղուց կորցրել եմ։ Ինձ տվեցիր մի պատճառ, հոգ տանելու ինչ-որ մեկի մասին, բացի ինձնից։ Նրանք այդպես մնացին, ձեռք ձեռքի տված մթության մեջ, երկու վիրավոր մարդիկ, գտնելով ինչ-որ մխիթարություն միմյանց մեջ։ Դա կախարդական լուծում չէր։ Չէր ջնջում անցյալը։ Չէր բուժում բոլոր վերքերը։ Բայց դա սկիզբ էր։ Մի տատանվող առաջին քայլ դեպի մի բան, որը նրանցից ոչ մեկը չէր կարողանում անվանել, բայց երկուսն էլ հուսահատորեն ունեին դրա կարիքը։ Բժշկություն։ Ընտանիք։ Սեր։ Արմանը մնաց այնտեղ, մինչ Մարոն քուն մտավ։ Հետո լուռ դուրս եկավ, գնաց իր սենյակ։ Պառկեց մահճակալին, բայց չկարողացավ քնել։ Նրա միտքը արագ աշխատում էր, վերլուծելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին 2 օրվա ընթացքում։ 48 ժամ առաջ նա պարզապես մենակյաց գործարար էր։ Իսկ հիմա հարան սենյակում երեխա էր քնած։ Մի երեխա, ով ինչ-որ կերպ մտել էր նրա կատարյալ վերահսկվող կյանք ամեն ինչ գլխի վայր շրջել։ Եվ ամենատարօրինակն այն էր, որ նրան դա չէր հետաքրքրում։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա զգում էր, որ անում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Մի բան, որը ոչ մի կապ չուներ շահույթի, ընդլայնման կամ մասնագիտական ճանաչման հետ։ Մի զուտ մարդկային բան։ Իրական բան։ Նա վերցրեց հեռախոսը, բացեց հաղորդագրությունները։ Կային տասնյակ նամակներ։ Գայանեից անհանգստացած տեղափոխված հանդիպման համար։ Գործընկերներից հարցնելով նրա վերջին որոշումների մասին։ Ներդրողներից ցանկանալով հաստատել պայմանավորվածությունները։ Նա նայեց այդ բոլոր հաղորդագրություններին, իր ժամանակի ուշադրության այդ բոլոր պահանջներին զգաց մի անտարբերություն, որն իրեն զարմացրեց։ Տարիներ շարունակ դա եղել էր ամեն ինչ։ Նրա աշխատանքը նրա ինքնությունն էր։ Նրա բիզնեսը նրա գոյության իմաստն էր։ Բայց հիմա, Մարոյի մասին հոգ տանելու պատասխանատվության հետ համեմատած, այդ ամենը տարօրինակ կերպով չնչին էր թվում։ Ոչ թե անկարևոր, բայց այլս ոչ միակ կարևոր բանը։ Նա պատասխանեց միայն Գայանեին, ասելով, որ կխոսեն հաջորդ օրը։ Մնացածը թողեց հետոյին։ Առայժմ նա ավելի կարևոր բաներ ուներ մտածելու։ Ինչպես երեխային դպրոցում գրանցելը։ Ինչպես բացատրել իր թիմին, որ իր կյանքը կտրուկ փոխվել է։ Ինչպես սովորել լինել մի բան, որը նա երբեք չէր եղել, երբեք չէր մտածել, որ կլինի։ Ինչպես սովորել լինել հայր։ Այդ բառը դեռ տարօրինակ էր հնչում նրա մտքում։ Հայր։ Մարոն նրան այդպես էր անվանել ռեստորանում, հուսահատության պահին։ Բայց հնարավոր էր, որ դա դառնար իրականություն։ Հնարավոր էր, որ նա, ներսից այդքան կոտրված, այդքան անպատրաստ, կարողանար լինել այն, ինչի կարիքն ուներ այդ աղջիկը։ Նա պատասխաններ չուներ։ Բայց ուներ մի բան, որն արդեն վաղուց չուներ։ Ուներ հույս։ Փխրուն, տատանվող, բայց իրական։ Հույս, որ գուցե, պարզապես գուցե, նա կարող էր ուղղել ինչ-որ բան Մարոյի մեջ, որը կոտրվել էր։
Եվ որ այդ ընթացքում Մարոն կարող էր ուղղել ինչ-որ բան իր մեջ, որը նա կարծում էր, թե անհնար է վերականգնել։ Արդյոք դա հիմար հույս էր։ Հավանաբար։ Արդյոք իրատեսական է սպասել, որ այդքան տրավմատիկ անցյալ ունեցող երկու անծանոթներ կարող են միասին առողջ բան կառուցել։ Գուցե ոչ։ Բայց իր չափահաս կյանքում առաջին անգամ Արմանը պատրաստ էր փորձել։ Պատրաստ էր ռիսկի դիմել։ Պատրաստ էր զգալ։ Եվ դա, ինչ-որ կերպ, հեղափոխական էր։ Նա վերջապես քուն մտավ, երբ երկինքը սկսեց լուսավորվել։ Եվ նա երազում տեսավ տաք հացեր, երեխայի ծիծաղ մի տուն, որը վերջապես նման էր օջախի։ Առաջին երկու շաբաթները անցան ինչպես մի հորցանուտ։ Արմանը գլխովին ընկղմվեց Մարոյի վիճակը կանոնավորելու գործընթացի մեջ։ Հանդիպումներ տիկին Հասմիկի հետ, այցելություններ խնամակալության մարմիններ, անվերջանալի թղթաբանություն, հոգեբանական գնահատումներ։ Յուրաքանչյուր ստորագրված փաստաթուղթ, յուրաքանչյուր լրացված ձաթուղթս մեկ քայլ էր դեպի մի բան, որը նա դեռ չգիտեր լիովին անվանել, բայց որը զգում էր իր ներսում աճելիս ամեն օր։ Մարոն փոխվել էր։ Նրա մարմինը սկսել էր առողջ կերպով քաշ հավաքել։ Աչքերի տակ գտնվող մուգ շրջանակները, որոնք նշանավորում էին նրա դեմքը, անհետանում էին։ Նա ավելի շատ էր ժպտում։ Բայց դեռ կային գիշերներ, երբ նա վախեցած արթնանում էր, կանչելով իր մորը, Արմանը վազում էր նրա սենյակ, նստում մահճակալի կողքին, բռնում նրա ձեռքը, մինչ նա նորից քնում էր։ Այդ պահերին նա ինքն իրեն հարցնում էր, արդյոք այդ ցավը երբ է ամբողջությամբ կբժշկվի, թե՞ նա պարզապես կսովորի ապրել դրա հետ, ինչպես ինքն էր սովորել։ Մարոյի մասին լուրը արագ էր տարածվել։ Գայանեն, նրա օգնականը, առաջինն էր, ով պաշտոնապես իմացավ։ Արմանը նրան կանչել էր հանդիպման, բացատրել էր, ուղղակի, բայց հուզական կերպով, թե ինչ է կատարվում։ Նա լուր լսել էր։ Նրա աչքերը գնալով ավելի էին չռվում։ Պարոն Արման, ասել էր նա, երբ նա ավարտել էր։ 5 տարի ձեզ հետ աշխատելով, ես երբեք ձեզ այսպիսին չեմ տեսել։ Այսքան, նա բառը փնտրեց, մարդկային։ Նա չգիտեր, դա գովեստ էր, թե քննադատություն, բայց ընդունեց ցանկացած դեպքում։ Որովհետև դա ճշմարտություն էր։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն մարդ էր զգում։ Խոցելի։ Անկատար։ Բայց կենդանի։ Ընկերության թիմը տարբեր կերպ արձագանքեց։ Ոմանք համարեցին դա հիացմունքի արժանի։ Մյուսները՝ մտահոգիչ։ Լուրեր կային, որ Արմանը նյարդային քայքայում ունի։ Որ ճնշումը վերջապես տվել է իր հետանքը։ Բայց նա անտեսեց բամբասանքները, կենտրոնացավ կարորի վրա։ Մի առավոտ, ռեստորանում հանդիպումից 3 շաբաթ անց, Արմանն իր տան աշխատասենյակում էր, երբ այգուց ծիծաղի ձայներ լսեց։ Նա վեր կացավ, նայեց պատուհանից։ Մարոն այնտեղ էր տիկին Սոնայի հետ, վազելով մի թիթեռնիկի հետից։ Նրա ծիծաղը բյուրեղյա էր, մաքուր, ազատ։ Եվ նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց լավ իմաստով, կարծես մի պատ, որը նա տասնամյակներ շարունակ կառուցել էր, վերջապես փլվեց։ Հեռախոսը զանգեց։ Անահիտն էր, ռեստորանի շեֆ-խոհարարը։ Արման, ես պետք է քեզ մի բան պատմեմ։ Ինչ-որ մեկը հարցնում էր քո աղջկա մասին։ Մի տղամարդ։ Ասաց, որ նրա հայրն է։ Արմանը զգաց, թե ինչպես է իր արյունը սառչում։ Հայրը։ Այն մեկը, ով մերժել էր նրան։ Այն մեկը, ով ասել էր, որ նա չափազանց շատ հոգս է պատճառում։ Ինչ էր նա ուզում, հարցրեց Արմանը, նրա ձայնն ավելի սառն էր, քան ինքն էր ուզում։ Հստակ չգիտեմ։ Ես նրա հետ ուղղակիորեն չեմ խոսել։ Մատուցողներից մեկն ինձ պատմեց։ Բայց կարծեցի, որ դու պետք է իմանաս։ Եթե նա փնտրում է, շնորհակալություն տեղեկացնելու համար, ընդհատեց Արմանը։ Ես ուշադիր կլինեմ։ Նա անջատեց հեռախոսը, պատուհանից նայեց Մարոյին։ Այդ երջանկությունը նրա դեմքին։ Այդ թեթությունը նրա շարժումների մեջ։ Նա չէր կարող թույլ տալ, որ այդ տղամարդը նորից վնասի նրան։ Չէր կարող թույլ տալ։ Բայց հարցն այն էր, արդյոք նա իրավունք ուներ խանգարելու։ Իրավական տեսանկյունից, կենսաբանորեն, այդ տղամարդը Մարոյի հայրն էր։ Իսկ Արմանը։ Ինչ էր նա։ Մի բարյացակամ անծանոթ։ Մի հարուստ գործարար, փրկչի բարդույթով։ Թե՞ մի այլ բան։
Նա զանգեց տիկին Հասմիկին պատմեց հեռախոսազանգի մասին։ Նա ուշադիր լսեց, խոստացավ հետաքննել։ Եթե կենսաբանական հայրը վերադառնար, պահանջելով խնամակալությունը, նրանք պետք է դրա հետ գործ ունենային իրավական ճանապարհով։ Բայց հաշվի առնելով հանգամանքները, հաշվի առնելով, որ նա լքել էր երեխային, հնարավորություն կար, որ Արմանը կարողանար պահել ժամանակավոր խնամակալությունը, որն արդեն ընթացքի մեջ էր։ Հնարավորություններ։ Հավանականություններ։ Ոչ մի երաշխիք։ Արմանն ատում էր անորոշությունը։ Նրա ողջ մասնագիտական կյանքը կառուցված էր վերահսկողության, պլանավորման, փոփոխականների վերացման վրա։ Բայց ահա նա մի իրավիճակում էր, որտեղ ոչինչ չէր վերահսկում։ Որտեղ ամեն ինչ կախված էր օրենքներից, ուրիշներից, ճակատագրից։ Այդ երեկո, ընթրիքից հետո, Արմանը Մարոն հյուրասենյակում էին։ Նա նոր տետրում նկար էր անում, լեզուն թեթակի դուրս հանած կենտրոնացումից։ Նա ձացնում էր, թե գիրք է կարդում, բայց իրականում պարզապես հետում էր։ Արման, ասաց Մարոն հանկարծ, առանց նկարից աչքերը կտրելու։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե։ Ինչու դու ինձ օգնեցիր։ Այն գիշեր, ռեստորանում։ Դու կարող էիր ինձ վռնդել։ Բոլորը սպասում էին, որ դու դա կանես։ Բայց չարեցիր։ Ինչո՞վ։ Արմանը փակեց գիրքը։ Դա մի հարց էր, որը նա գիտեր, որ վաղ թե ուշ կհնչեր։ Մի հարց, որի համար նա դեռ ամբողջական պատասխան չուներ։ Երբ ես քեզ տեսա, սկսեց նա, զգուշությամբ ընտրելով բառերը, ես մի ծանոթ բան տեսա։ Մի բան, որն ինձ հիշեցրեց ինձ, երբ երեխա էի։ Ես նույնպես մերժված եմ եղել։ Նույնպես անցել եմ վայրերով, որտեղ ինձ չէին ուզում։ Եվ կարծում եմ, նա խորը շունչ քաշեց, կարծում եմ, քո մեջ մի հնարավորություն տեսա անելու մի բան, որը ոչ ոք ինձ համար չէր արել։ Քեզ համար լինելու այն, ինչի կարիքը ես ունեի, որ ինչ-որ մեկը լիներ ինձ համար։ Մարոն դադարեց նկարել, նայեց նրան։ Դու ինձ նման ես եղել։ Փողոցում ես ապրել։ Ոչ փողոցում, ասաց Արմանը։ Բայց վատ վայրերում։ Մանկատներում։ Խնամակալության կենտրոններում։ Վայրերում, որտեղ դու պարզապես մի թիվ ես։ Որտեղ ոչ ոք քեզ անունով չի կանչում։ Որտեղ դու սովորում ես, որ չես կարող ոչ ոքի վստահել։ Ինչ պատահեց քո ծնողների հետ, հարցրեց նա։ Ես նրանց երբեք չեմ ճանաչել, պատասխանեց Արմանը, զգաց հին ծանոթ ցավը։ Ինձ թողել էին հիվանդանոցում, երբ դեռ նորածին էի։ Պարզապես այդքանը։ Առանց երկտողի, առանց բացատրության։ Եվ ես մնացի համակարգում մինչ 18 տարեկան դառնալս։ Շատ ժամանակավոր ընտանիքներում եղա, բայց երբեք չստացվեց։ Կամ նրանք էին հրաժարվում ինձնից, կամ ես նրանցից։ Շուտ սովորեցի սպասելիքներ չունենալ։ Բայց դու լավացար, ասաց Մարոն։ Հարստացար։ Հայտնի դարձար։ Հարստացա, համաձայնեց նա։ Բայց չգիտեմ, արդյոք լավացա։ Ընկերություն կառուցեցի, փող աշխատեցի, հաջողության հասա։ Բայց դա դատարկ էր։ Ամեն հինգշաբթի ես գնում էի այդ ռեստորանը, մենակ, փորձելով լրացնել մի անցք, որը փողը չի կարող լրացնել։ Եվ հետո դու հայտնվեցիր։ Եվ ինչ-որ կերպ, նա տխուր ժպտաց, դու ինձ ցույց տվեցիր, թե ինչն էր պակասում։ Ինչն էր պակասում, հարցրեց Մարոն։ Կապը, ասաց Արմանը։ Զգալը, որ ես ինչ-որ մեկի համար կարող եմ։ Ոչ թե իմ փողի կամ այն բանի համար, թե ինչ կարող եմ անել, այլ այն բանի համար, թե ով եմ ես։ Եվ նա կարողանալ նույն կերպ կարորել ինչ-որ մեկին։ Քո մասին հոգ տանելը, Մարո, ինձ ստիպում է ինձ զգալ, նա բառը փնտրեց, ամբողջական։ Կարծես վերջապես մի նպատակ ունեմ, որը պարզապես ավելի շատ փող աշխատելը կամ ավելի շատ գործարքներ փակելը չէ։ Մարոն վեր կացավ, մոտեցավ նրան։ Նա բարձրացավ բազմոցին, տեղավորվեց նրա կողքին։ Ես նույնպես ինձ ամբողջական եմ զգում այստեղ։ Դա այնպես չէ, ինչպես մորս հետ էր։ Ոչինչ այնպես չի լինի, ինչպես նրա հետ էր։ Բայց սա լավ է մի այլ ձով։ Կարծես վերջապես դադարել եմ ընկնելուց։ Արմանը գրկեց նրան։ Ես թույլ չեմ տա, որ դու ընկնես։ Խոստանում եմ։ Բայց եթե հայրս վերադառնա, հարցրեց նա, նրա ձայնը փոքրացավ։ Եթե նա ինձ հետ ուզի։ Արմանը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա չգիտեր ինչ պատասխանել։
Չէր կարող խոստումներ տալ, որոնք գուցե չկարողանար կատարել։ Մենք կզբաղվենք դրանով, եթե դա պատահի, ասաց նա։ Բայց մի բան ես գիտեմ, ոչ ոք քեզ չի տանի քո կամքին հակառակ։ Քո կարծիքը կարևոր է։ Այն, ինչ դու ես ուզում, կարևոր է։ Եվ ես պայքարելու եմ քեզ համար։ Այն ամբողջ ուժով, որ ես ունեմ։ Մարոն փակեց աչքերը, հանգստանալով նրա կողքին։ Սիրում եմ քեզ, մրմնջաց նա քնած ձայնով։ Գիտեմ, որ տարօրինակ է դա ասելը։ Բայց դա ճիշտ է։ Արմանը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Ես էլ քեզ եմ սիրում, պատասխանեց նա, հասկացավ, որ առաջին անգամն էր, որ այդ բառերն ասում էր ինչ-որ մեկին իսկապես զգում էր։ Ես էլ քեզ եմ սիրում, փոքրիկս։ Նա քնեց այնտեղ, նրան սեղմված, Արմանը մնաց անշարժ, վախենալով արթնացնել նրան։ Նա նայեց առաստաղին, թույլ տվեց իրեն երախտագիտություն զգալ։ Երախտագիտություն ռեստորանում այդ երեկոյի համար։ Երախտագիտություն։ Ճիշտ որոշում կայացնելու համար։ Երախտագիտություն իր կյանքով մի իմաստալից բան անելու երկրորդ հնարավորություն ստանալու համար։ Բայց խաղաղությունը երկար չտեց։ 2 օր անց Մարոյի հայրը հայտնվեց։ Արմանն ընկերության աշխատասենյակում էր, երբ Գայանեն ներս մտավ, գունատված։ Մի տղամարդ է այստեղ։ Ասում է, որ Մարոյի հայրն է։ Պահանջում է խոսել ձեզ հետ։ Արմանը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում, ինչպես լեղի։ Նա հրամայեց, որ տղամարդուն տանեն խորհրդակցությունների դահլիճ։ Մի քանի րոպե վերցրեց իրեն հավաքելու, խորը շունչ քաշելու, հիշելու համար, որ բռնությունը ոչինչ չի լուծի։ Հետո գնաց նրան հանդիպելու։ Տղամարդն ավելի երիտասարդ էր, քան Արմանը պատկերացրել էր։ Գուցե 30 տարեկան, նիհար, պարզ, բայց մաքուր շորերով։ Անհանգիստ աչքեր, որոնք չէին կարողանում հայացքը պահել։ Երբ Արմանը ներս մտավ, նա արագ վեր կացավ։ Պարոն Կարապետյան, սկսեց նա։ Իմ անունը Վահան է։ Ես Մարիամի հայրն եմ։ Գիտեմ, թե ով ես դու, ասաց Արմանը, նրա ձայնը կտրուկ էր։ Հարցն այն է, ինչ ես ուզում։ Վահանը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Ուզում եմ աղջկաս հետ վերցնել։ Սխալ եմ գործել։ Երբ նա դադար տվեց, երբ նա գնաց, ես լավ չէի։ Վախեցած էի։ Առանց փողի։ Առանց հնարավորության։ Բայց հիմա այլ է։ Մշտական աշխատանք եմ գտել։ Բնակարան եմ վարձել։ Պատրաստ եմ հայր լինելու։ Արմանը նրան ուսումնասիրեց։ Նրա մեջ անկեղծություն տեսավ, բայց նա տեսավ թուլություն։ Տեսավ մի տղամարդու, ով լքել էր իր դստերը, երբ նա ամենաշատն ուներ դրա կարիքը, հիմա վերադառնում էր, որովհետև խիղճն էր տանջում կամ որովհետև լսել էր, որ Արմանը հարուստ է։ Դու նրան մերժել ես, ասաց Արմանը, ձայնը վերահսկվող, բայց կոշտ պահելով։ Ասել ես, որ նա չափազանց շատ հոգս է պատճառում։ Մենակ ես թողել նրան։ Նա փողոցում է քնել, Վահան։ Փողոցում։ 7 տարեկանում։ Դու գաղափար ունես, թե դա ինչ է անում երեխայի հետ։ Վահանը ցած թեքեց աչքերը։ Գիտեմ։ Եվ այդ մեղքը հավերժ կրելու եմ։ Բայց ես նրա հայրն եմ։ Իրավունքներ ունեմ։ Իրավունքներ, կրկնեց Արմանը, գրեթե դառնությամբ ծիծաղելով։ Դու կարծում ես, իրավունքներ ունես։ Իրավունքները գալիս են պատասխանատվությունների հետ։ Դու նրան լքել ես։ Կորցրել ես ցանկացած իրավունք, երբ դա արեցիր։ Օրենքն այդպես չի աշխատում, ասաց Վահանը, մի քիչ քաջություն գտնելով։ Ես կենսաբանական հայրն եմ։ Կարող եմ ապացուցել։ Եվ քանի դեռ ես օրինականորեն չեմ զրկվել ծնողական իրավունքներից, ես խնամակալության իրավունք ունեմ։ Արմանը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում։ Նա ուզում էր հարվածել այդ տղամարդուն։ Ուզում էր նրան վռնդել իր ընկերությունից, իր կյանքից, Մարոյի կյանքից։ Բայց գիտեր, որ չի կարող։ Գիտեր, որ դա պետք է լուծվեր ճիշտ ձով։ Ես կխոսեմ իմ փաստաբանների հետ, ասաց Արմանը։ Եվ մենք սա կլուծենք իրավական ճանապարհով։ Բայց մի բան քեզ ասեմ, ես Մարոյին քեզ չեմ տալու առանց պայքարի։ Նա հիմա երջանիկ է։ Նա ապահով է։ Նա բժշկվում է։ Ես թույլ չեմ տա, որ դու դա կործանես։ Վահանը վեր կացավ։ Ես կռիվ չեմ ուզում։
Պարզապես աղջկաս եմ ուզում։ Ուրեմն պետք է այդ մասին մտածեիր նախքան նրան լքելը, հակադարձեց Արմանը։ Վահանի գնալուց հետո Արմանն անմիջապես զանգեց տիկին Հասմիկին իր փաստաբաններին։ Բացատրեց իրավիճակը։ Փաստաբաններն ուղղակի էին, Վահանը ճիշտ էր։ Քանի դեռ չկար իրավական գործընթաց, որը կհեռացներ ծնողական իրավունքը, նա տեխնիկապես խնամակալության իրավունք ուներ։ Բայց հաշվի առնելով հանգամանքները, կային փաստարկներ դա վիճարկելու համար։ Լքելը, նախկին ոչ պատշաճ պայմանները, Մարոյի ներկայիս բարեկեցությունը։ Դա պայքար էր լինելու, բայց հնարավոր հաղթանակով պայքար։ Խնդիրը ժամանակն էր։ Իրավական գործընթացները երկար էին տում։ Եվ այդ ընթացքում Վահանը կարող էր շարունակել պահանջել իր դստերը։ Արմանն այդ օրը տուն վերադարձավ սովորականից շուտ։ Մարոյին գտավ այգում, ջրաներկով նկարելիս տիկին Սոնայի հսկողության տակ։ Երբ նա տեսավ Արմանին, վազեց դեպի նրան լայն ժպիտով։ Նայիր, ինչ եմ արել։ Տուն, այգիով։ Մեր տունն է։ Նա նայեց նկարին։ Այն լի էր վառ գույներով, տիպիկ երեխայի նկար էր, բայց այնտեղ դրված սերը ակնհայտ էր։ Մեր տունը։ Այդ բառերը դիպան նրան։ Շատ գեղեցիկ է, ասաց նա, գրկելով նրան։ Այդ երեկո, ընթրիքից հետո, Արմանը խնդրեց տիկին Սոնային թողնել իրենց մենակ։ Նա նստեց Մարոյի հետ հյուրասենյակում, բռնեց նրա փոքրիկ ձեռքերը։ Ես պետք է քեզ մի բան պատմեմ, սկսեց նա։ Անմիջապես վախը վերադարձավ նրա աչքերին։ Ինձ վռնդելու ես։ Ոչ, արագ ասաց նա։ Երբեք։ Բայց հայրդ, նա եկել էր ինձ փնտրելու։ Ասաց, որ ուզում է քեզ հետ վերցնել։ Մարոն գունատվեց։ Ոչ։ Չեմ ուզում գնալ։ Նա ինձ թողեց։ Ասաց, որ ես շատ հոգս եմ պատճառում։ Չեմ ուզում վերադառնալ նրա մոտ։ Ես գիտեմ, ասաց Արմանը, սեղմելով նրա ձեռքերը։ Եվ ես ամեն ինչ կանեմ, որ դու ստիպված չլինես գնալ։ Բայց նա քո հայրն է, օրինականորեն։ Եվ կարող է կռիվ լինել։ Գուցե ստիպված լինենք գնալ դատավորների մոտ, խոսել շատ մարդկանց հետ։ Դժվար կլինի։ Բայց ես քեզ հետ կլինեմ ամեն քայլափոխի։ Խոստանում եմ։ Մարոն սկսեց լաց լինել։ Արդար չէ։ Վերջապես մի տեղ գտա, որտեղ երջանիկ եմ։ Որտեղ ինչ-որ մեկն ինձ ուզում է։ Եվ հիմա նա վերադառնում է։ Հիմա, երբ ես այլս նրա կարիքը չունեմ։ Կյանքն արդար չէ, ասաց Արմանը մեղմորեն։ Ես դա շուտ եմ սովորել։ Բայց նա սովորել եմ, որ պետք է պայքարել այն բանի համար, ինչը կարոր է։ Եվ դու կարոր ես ինձ համար, Մարո։ Ավելի, քան ցանկացած բիզնես, ցանկացած փող, ցանկացած բան։ Ես պայքարելու եմ քեզ համար։ Իմ ողջ ուժով։ Նա նետվեց նրա գիրկը, հեկեկալով։ Եվ Արմանը պահեց նրան, զգալով իր սեփական զայրույթն ու անզորությունը։ Ինչպես կարող էր աշխարհն այսքան դաժան լինել։ Ինչպես կարող էր թույլ տալ, որ երեխան մերժվեր հետո, երբ վերջապես ինչ-որ խաղաղություն էր գտնում, ստիպված լիներ նորից այս փոթորկին դիմակայել։ Հաջորդ օրերին իրավիճակը սրվեց։ Վահանը սկսեց այցելություններ կատարել տուն, պահանջելով տեսնել Մարոյին։ Արմանը թույլ տվեց, հսկողության տակ, որովհետև նրա փաստաբաններն ասացին, որ նա չի կարող ամբողջությամբ մերժել։ Այցելությունները լարված էին։ Մարոն հազիվ էր խոսում հոր հետ։ Պատասխանում էր միավանք բառերով։ Խուսափում էր հայացքից։ Վահանը փորձում էր։ Էժանագին նվերներ էր բերում։ Պատմություններ էր պատմում այն մասին, թե ինչպես է փոխվել։ Բայց Մարոն չէր հավատում։ Նա տեսնում էր նրա ներսը։ Տեսնում էր մի մարդու, ով առաջնորդվում էր մեղքի զգացումով, ոչ թե սիրով։ Տեսնում էր մեկին, ով ուզում էր իրեն հետ վերցնել ոչ թե այն պատճառով, որ սիրում էր, այլ որովհետև չէր կարողանում տանել իր սեփական պատմության չարագործը լինելու փաստը։ Մի կեսօր, այդ հատկապես դժվար այցելություններից մեկից հետո, Մարոն բարձրացավ Արմանի սենյակ։ Նա կարդում էր կազմվող իրավական գործընթացի փաստաթղթերը։ Կարող եմ քեզ մի բան հարցնել։ Միշտ, պատասխանեց նա, մի կողմ դնելով թղթերը։ Եթե դատավորն ասի, որ ես պետք է գնամ նրա հետ, դու ինձ կմոռանաս։ Արմանն այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես ապտակ ստացած լիներ։
Նա իջավ մահճակալից ծնկի եկավ նրա առջ։ Ինձ լավ լսիր։ Նույնիսկ եթե ամենավատ բանը պատահի։ Նույնիսկ եթե դու ստիպված լինես գնալ։ Երբեք ես քեզ չեմ մոռանա։ Դու փոխեցիր իմ կյանքը, Մարո։ Ինձ ցույց տվեցիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ դա ոչ ոք չի կարող խլել։ Ոչ դատավորը, ոչ հայրը, ոչ ողջ աշխարհը։ Բայց ես նրա հետ կլինեմ։ Քեզնից հեռու։ Ուրեմն ես կպայքարեմ տեսակցությունների համար։ Ես ներկա կլինեմ միշտ, երբ հնարավոր լինի։ Քեզ հաղորդագրություններ կգրեմ, նվերներ կուղարկեմ, կանեմ այն ամենը, ինչ թույլատրելի կլինի։ Դու ինձնից այդքան հեշտ չես պոկվի։ Մարոն ժպտաց արցունքների միջից։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Իմ սրտով։ Նա ամուր գրկեց նրան։ Դու լավագույն հայրն ես, որ ես կարող էի ունենալ։ Նույնիսկ եթե իսկականը չես։ Ես իսկականն եմ, ասաց Արմանը հաստատակամությամբ։ Հայր լինելը կենսաբանության մասին չէ։ Դա ներկա լինելու մասին է։ Դա անվերապահորեն սիրելու մասին է։ Եվ ես սիրում եմ քեզ, Մարո։ Ես քո հայրն եմ բոլոր այն իմաստներով, որոնք կարևոր են։ Այդ գիշեր Արմանը չկարողացավ քնել։ Նա քայլում էր տան մեջ, մտածելով բոլոր հնարավոր սցենարների մասին։ Այն մասին, թե ինչպես կպայքարի։ Ինչպես կօգտագործի իր ունեցած յուրաքանչյուր ռեսուրսը։ Փողը, կապերը, փաստաբաններին։ Կաներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Բայց նա մտածեց Մարոյի մասին։ Այն մասին, թե ինչն է լավագույնը նրա համար։ Իսկ եթե ինչ-որ հրաշքով Վահանն իսկապես փոխվել էր։ Իսկ եթե նա կարող էր նրան տալ մի բան, որը Արմանը չէր կարող, կենսաբանական կապն իր ծնողների հետ։ Մոր հիշողությունը հոր միջոցով։ Բայց հետո հիշեց վախը Մարոյի աչքերում։ Այն ձը, որով նա կծկվում էր, երբ Վահանը փորձում էր դիպչել նրան։ Այն վստահությունը, որը նա տածում էր իր Արմանի նկատմամբ։ Եվ իմացավ, որ չի կարող հանձնվել։ Ոչ առանց մինչ վերջ պայքարելու։ Նախնական լսումները նշանակվեցին 2 շաբաթ անց։ Դա կլիներ առաջին իրավական քայլը։ Դատավորը կլսեր երկու կողմերին ժամանակավոր որոշում կկայացներ խնամակալության մասին, մինչ ամբողջական գործընթացը կընթանար։ Արմանը վարձեց լավագույն փաստաբաններին, որոնց կարողացավ գտնել։ Պատրաստեց ծավալուն փաստաթղթեր այն խնամքի մասին, որը ցուցաբերում էր Մարոյին։ Բժշկական հաշվետվություններ, որոնք ցույց էին տալիս նրա առողջության բարելավումը։ Հոգեբանական հաշվետվություններ, որոնք մատնանշում էին նրա հուզական կայունությունը։ Տիկին Սոնայի, Անահիտի, տիկին Հասմիկի ցուցմունքները։ Մյուս կողմից, Վահանը նույնպես պատրաստվում էր։ Նա ուներ փաստաբաններ, տրամադրված իրավական օգնության կողմից։ Ներկայացնում էր իր նոր աշխատանքի ապացույցները։ Իր վարձած բնակարանի։ Իր ենթադրյալ փոփոխության։ Լսումներից առաջ երեկոյան Արմանը նստեց Մարոյի հետ այգում։ Երկինքը պարզ էր, լի աստղերով։ Նրանք մի պահ լռեցին, պարզապես հետելով։ Մայրիկս ասում էր, որ մարդիկ, ում մենք սիրում ենք, աստղեր են դառնում, երբ հեռանում են, ասաց Մարոն մեղմորեն։ Որ նրանք մնում են այնտեղ երկնքում, մեզ պաշտպանելով։ Դա գեղեցիկ գաղափար է, ասաց Արմանը։ Դու կարծում ես, դա ճիշտ է։ Կարծում եմ, սերը չի մեռնում, պատասխանեց նա։ Կարծում եմ, երբ ինչ-որ մեկին իսկապես սիրում ենք, այդ մարդը մեզ հետ է մնում հավերժ։ Մեր սրտում, մեր հիշողություններում, այն ձի մեջ, որով մենք փոխվեցինք նրա պատճառով։ Ուրեմն դու ինձ հետ կմնաս հավերժ, ասաց նա։ Որովհետ ես քեզ սիրում եմ։ Եվ այդ սերը չի գնա, ինչ էլ որ պատահի վաղը։ Արմանը նրան գրկեց։ Ես քեզ հետ կլինեմ հավերժ։ Այս կամ այն կերպ։ Դա ես խոստանում եմ։ Նրանք մնացին այնտեղ, մինչ Մարոն քնեց նրա գրկում։ Հետո Արմանը նրան ներս տարավ, իր սենյակ, քնքշորեն ծածկեց, նստեց մահճակալի կողքին, հետելով նրա քնին։ Նրա խաղաղ դեմքը, վերջապես ազատ փողոցի հետքերից։ Նրա մաքուր փայլուն մազերը։ Նրա փոքրիկ ձեռքերը, հանգիստ սավանի վրա։ Նա կայսրություն էր կառուցել։ Հարստություն էր կուտակել։ Հազարավորների հարգանքն էր նվաճել։
Բայց այդ ամենը չէր համեմատվի այն արտոնության հետ, տեսնելու այդ երեխային խաղաղ քնած, իմանալով, որ ինքն ինչ-որ մասնակցություն է ունեցել դրանում։ Եթե վաղը պարտվեր, եթե դատավորը որոշեր իր դեմ, գոնե կունենար սա։ Մարոյին տված կլիներ ապահովության, սիրո, բնականոն կյանքի մի քանի շաբաթ։ Նրան ցույց տված կլիներ, որ ոչ բոլորն են իրեն լքելու, որ նա արժանի է սիրված լինելու։ Եվ դա ոչ ոք չէր կարող խլել նրանից։ Բայց նա չէր ուզում միայն դա։ Նա տարիներ էր ուզում։ Ուզում էր տեսնել նրա մեծանալը։ Ուզում էր այնտեղ լինել դպրոցի առաջին օրը, ծննդյան տոներին, դեռահասության մարտահրավերներին, ամեն ինչին։ Ուզում էր լինել այն հայրը, որը երբեք չէր ունեցել։ Ուզում էր նրան տալ այն ընտանիքը, որը երկուսն էլ միշտ ցանկացել էին։ Եվ վաղը, այդ դատավորի առջ, նա կպայքարեր դրա համար այն ամենով, ինչ ուներ։ Ոչ թե զայրույթով, ոչ թե մեծամտությամբ, այլ սիրով։ Մաքուր, իսկական, անվերապահ սիրով։ Որովհետև վերջում միայն դա էր կարող։ Սերը։ Միակ բանը, որի համար իսկապես արժե պայքարել։ Լսումների առավոտը եկավ մոխրագույն երկնքով, որը կարծես արտացոլում էր Արմանի տագնապը։ Նա շուտ արթնացավ, անհանգիստ քնից հետո Մարոյին արդեն արթուն գտավ, մահճակալին նստած, գրկած այն փափուկ արջուկը, որը նա գնել էր նրա համար նախորդ շաբաթ։ Լավ չեմ քնել, խոստովանեց նա, երբ Արմանը ներս մտավ։ Վախենում էի վատ երազներ տեսնել։ Նա նստեց նրա կողքին գրկեց։ Ես էլ լավ չեմ քնել։ Բայց գիտես ինչն ինձ օգնեց։ Հիշելը, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի այսօր, այն սերը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, իրական է։ Եվ ոչ ոք չի կարող դա մեզնից խլել։ Մարոն գլխով արեց, բայց նրա աչքերը լի էին վախով։ Ինչ պետք է անեմ այնտեղ։ Ինձ հարցեր տալու են։ Հավանաբար, ասաց Արմանը ազնվորեն։ Դատավորը կցանկանա իմանալ, թե ինչպես ես քեզ զգում։ Ինչ ես ուզում։ Բայց տիկին Հասմիկն այնտեղ կլինի։ Ես այնտեղ կլինեմ։ Եվ դու պարզապես պետք է ճշմարտությունն ասես։ Խոսես այն մասին, ինչ սրտումդ է։ Իսկ եթե ճշմարտությունը բավարար չլինի, Արմանը կոկորդում մի գունդ զգաց։ Այդ դեպքում մենք մի այլ կգտնենք։ Բայց ամեն ինչ այդտեղ չի հասնի։ Ես հավատում եմ դրան։ Տիկին Սոնան լիարժեք նախաճաշ պատրաստեց, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ շատ ուտել։ Արմանը հագավ իր լավագույն կոստյումը, մուգ կապույտը, որը միշտ հագնում էր կարևոր հանդիպումների համար։ Մարոն հագավ մի նոր զգեստ, որը միասին էին ընտրել, բաց կապույտ սպիտակ մանրամասներով։ Նրանք նման էին մի ընտանիքի, որը պատրաստվում էր կարևոր իրադարձության, բայց օդում լարվածությունը շոշափելի էր։ Դատարանի շենքը գտնվում էր Երանի կենտրոնում, մի տպավորիչ հին շինություն, որտեղ տեղակայված էր անչափահասների գործերով դատարանը։ Երբ նրանք տեղ հասան, նախասրահը լի էր մարդկանցով։ Ամբողջական ընտանիքներ, փաստաբաններ, սոցիալական աշխատողներ, յուրաքանչյուրն իր պատմությամբ, իր պայքարով։ Պարոն Վարդանը, Արմանի գլխավոր փաստաբանը, սպասում էր նրանց մուտքի մոտ։ Նա 50 տարեկան մի տղամարդ էր, ալեհեր մազերով, լուրջ, բայց կարեկից հայացքով։ Նրա կողքին տիկին Հասմիկն էր, երկու օգնական փաստաբաններ, ովքեր կօգնեին գործում։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, հարցրեց պարոն Վարդանը։ Նյարդային, խոստովանեց Արմանը։ Բայց պատրաստ։ Նրանք մտան դատական նիստերի դահլիճ։ Այն ավելի փոքր էր, քան Արմանը պատկերացրել էր։ Մի երկար սեղան դատավորի համար առջում, ավելի փոքր սեղաններ երկու կողմերի փաստաբանների համար, աթոռներ ներգրավված կողմերի համար։ Վահանն արդեն այնտեղ էր, իր փաստաբանի ուղեկցությամբ։ Երբ նա տեսավ Մարոյին, փորձեց ժպտալ, բայց աղջիկը շեղեց հայացքը սեղմվեց Արմանին։ Դատավորը ներս մտավ մի քանի րոպե անց։ Լոն Սարգսյանը, ըստ պարոն Վարդանի, հայտնի էր որպես խիստ, բայց արդար դատավոր, ով միշտ երեխայի շահը ամեն ինչից վեր էր դասում։ Նա մոտ 60 տարեկան մի տղամարդ էր, հաստ շրջանակով ակնոցով խիստ արտահայտությամբ, որը կատակների տեղ չէր թողնում։ Մենք այստեղ ենք, սկսեց նա բոլորի նստելուց հետո որոշելու անչափահաս Մարիամի ժամանակավոր խնամակալությունը։ Հայցվորը, Վահանը, կենսաբանական հայրը, պահանջում է լիարժեք խնամակալություն։ Պատասխանողը, Արման Կարապետյանը, ով ներկայումս իրականացնում է անչափահասի փաստացի խնամակալությունը, առարկում է։ Նախ լսենք պարոն Վահանին։
Վահանը վեր կացավ, ակնհայտորեն հուզված։ Վեհափառ դատավոր, ես սխալներ եմ գործել։ Գիտեմ դա։ Երբ Մարոյի մայրը մահացավ, ես պատրաստ չէի։ Գործազուրկ էի, առանց հնարավորության, վախեցած։ Մերժեցի աղջկաս նրա կյանքի ամենավատ պահին։ Եվ դա ինձ միշտ հետապնդելու է։ Բայց ես փոխվել եմ։ Մշտական աշխատանք եմ գտել որպես ավտոմեխանիկ։ 2 սենյականոց բնակարան եմ վարձել։ Սենյակներից մեկն ամբողջությամբ նրանը կլինի։ Թերապիայի եմ գնում իմ հարցերը լուծելու համար։ Ուզում եմ լինել այն հայրը, որը պետք է լինեի հենց սկզբից։ Դատավորը նրան լսում էր անվրդով։ Իսկ ինչ կասեք այն ժամանակահատվածի մասին, երբ ձեր դուստրը փողոցում էր հայտնվել։ Վահանը ցած թեքեց աչքերը։ Դա ամենավատ բանն է, որ ես երբե արել եմ։ Թույլ տալը, որ նա հասնի այդ վիճակին։ Բայց ես չգիտեի։ Կարծում էի հարազատները հոգ կտանեն նրա մասին։ Երբ իմացա, որ նա փողոցում է, հուսահատվեցի։ Փորձեցի գտնել նրան, բայց չհաջողվեց։ Մինչ որ լսեցի, որ նա պարոն Կարապետյանի մոտ է։ Պարոն Վարդանը վեր կացավ։ Վեհափառ դատավոր, կարող եմ հարցեր տալ։ Կարող եք։ Պարոն Վահան, կոնկրետ որ պահին դուք իմացաք, որ ձեր դուստրը փողոցում է։ Վահանը տատանվեց։ Մոտ 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ նա անհետացել էր մանկատնից։ Եվ ինչ արեցիք նրան գտնելու համար։ Փնտրեցի։ Քայլեցի փողոցներով։ Հարցրեցի մարդկանց։ Ոստիկանությունում հաղորդում տվել եք։ Ոչ։ Դիմել եք սոցիալական ծառայություններին։ Ոչ ուղղակիորեն, բայց ես ինչ-որ մեկի վարձել եք որոնումներում օգնելու համար։ Փող չունեի։ Բայց հիմա փող ունեք 2 սենյականոց բնակարան վարձելու փաստաբան վարձելու համար։ Վահանը կարմրեց։ Աշխատանքը հետո գտա։ Վիճակս լավացավ։ Հարմար է ստացվել, ասաց պարոն Վարդանը հեգնանքով։ Վեհափառ դատավոր, այստեղ մենք ունենք մի հայր, ով լքել է իր դստերը ամենաճգնաժամային պահին, զգալի ջանքեր չի գործադրել նրան գտնելու համար, երբ նա վտանգի մեջ էր, հիմա վերադառնում է, երբ իմացել է, որ նա խնամվում է հարուստ մարդու կողմից։ Կասկածի տակ եմ դնում իրական դրդապատճառները։ Վահանը կտրուկ վեր կացավ։ Սա փողի մասին չէ։ Սա իմ աղջկա մասին է։ Լռություն, ասաց դատավորը հաստատակամորեն։ Պարոն Վահան, խնդրում եմ նստեք։ Մենք կշարունակենք այս նիստը քաղաքակիրթ ձով։ Պարոն Վարդանը նորից նստեց, գոհ լինելով իր առաջացրած արձագանքից։ Դատավորը հետո շրջվեց դեպի Արմանը։ Պարոն Կարապետյան, դուք նախկինում որևէ կապ չեք ունեցել անչափահասի հետ։ Դուք հարազատ չեք, նշանակված օրինական խնամակալ չեք։ Կարող եք բացատրել հանգամանքները, թե ինչպես ստանձնեցիք նրա խնամքը։ Արմանը վեր կացավ, զգալով բոլորի հայացքներն իր վրա։ Վեհափառ դատավոր, ես Մարիամին հանդիպեցի մի ռեստորանում, որտեղ սովորաբար ճաշում էի։ Նա հուսահատ էր, քաղցած, վախեցած։ Կարող էի անտեսել նրան, ինչպես բոլորն այնտեղ արեցին։ Բայց նրա աչքերի մեջ ինչ-որ բան ինձ դիպավ։ Նրա մեջ տեսա մի բան, որը ճանաչեցի։ Որովհետև ես նույնպես մերժված երեխա եմ եղել։ Նույնպես անցել եմ մանկատներով խնամակալության կենտրոններով։ Եվ ինքս ինձ երդվել եմ, որ եթե երբե հնարավորություն ունենամ փոփոխություն բերել երեխայի կյանքում, ես դա կանեմ։ Եվ դուք հավատում եք, որ փոփոխություն եք բերել։ Արմանը նայեց Մարոյին, ով աչքերում արցունքներով հետում էր նրան։ Հավատում եմ, որ մենք փոփոխություն բերեցինք միմյանց համար։ Նա ինձ ցույց տվեց, որ ֆինանսական հաջողությունը ոչինչ է առանց մարդկային կապի։ Իսկ ես, հուսով եմ, նրան ցույց տվեցի, որ հնարավոր է սիրված լինել, արժորված լինել, ապահով լինել։ Մի քանի շաբաթվա ընթացքում տեսա այդ երեխայի կերպարանափոխությունը։ Տեսա լույսի վերադարձը նրա աչքերում։ Տեսա նրա ժպիտը, խաղը, նորից երեխա լինելը։ Եվ չեմ ուզում տեսնել, որ դա խլվում է նրանից։ Դատավորը որոշ նշումներ արեց։ Հիմա կխնդրեմ, որ անչափահասը մոտենա։ Մարոն գունատվեց։ Արմանը քաջալերով սեղմեց նրա ձեռքը։ Ամեն ինչ լավ կլինի, փսփսաց նա։ Նա դանդաղ վեր կացավ, քայլեց դեպի առաջ։ Դատավորը իջավ իր սեղանից, ծնկի եկավ, որպեսզի լինի նրա բարձրությանը։
Նրա խիստ արտահայտությունը մի փոքր մեղմացավ։ Մարիամ, ասաց նա մեղմորեն։ Դու գիտես, թե ինչու ես այստեղ։ Նա գլխով արեց։ Խնամակալության համար։ Այն մասին, թե ով է հոգ տանելու իմ մասին։ Ճիշտ է։ Եվ ես պետք է իմանամ, թե դու ինչ ես զգում։ Ինչ ես ուզում։ Որովհետև դու այս սենյակում ամենակարևոր մարդն ես։ Այս ամենը այն մասին է, թե ինչն է լավագույնը քեզ համար։ Հասկանում ես։ Հասկանում եմ, ասաց նա փոքրիկ ձայնով։ Հայրդ այստեղ է։ Նա ասում է, որ ուզում է քեզ հետ վերցնել։ Ինչպես ես քեզ զգում դրա հետ կապված։ Մարոն նայեց Վահանին։ Նա փորձեց ժպտալ նրան, բայց նրա աչքերը դավաճանում էին նյարդայնությունը։ Նա հետո նայեց Արմանին, ով նրան քաջալերող գլխով արեց։ Վախենում եմ, ասաց նա վերջապես։ Նա ինձ թողեց, երբ ես ամենաշատն ունեի նրա կարիքը։ Ասաց, որ ես շատ հոգս եմ պատճառում։ Եվ հիմա ուզում է վերադառնալ։ Բայց ես չեմ ուզում գնալ։ Ուզում եմ մնալ Արմանի հետ։ Ինչու ես ուզում մնալ պարոն Կարապետյանի հետ։ Մարոն խորը շունչ քաշեց, երբ խոսեց, նրա ձայնն ավելի հաստատ ուներ։ Որովհետև նա ինձ տեսնում է։ Ոչ թե որպես խնդիր կամ որպես հոգս։ Նա ինձ տեսնում է որպես մարդ։ Նա ինձ լսում է։ Երբ ես վատ երազներ եմ տեսնում, նա ինձ հետ է մնում, մինչ ես քնեմ։ Երբ ես լաց եմ լինում մորս կարոտից, նա ինձ գրկում է թողնում է, որ լաց լինեմ։ Նա չի փորձում ստիպել ինձ մոռանալ այն ամենը, ինչի միջով անցել եմ։ Նա հասկանում է։ Եվ ինձ սիրում է իսկապես։ Ոչ թե որովհետև պետք է սիրի, այլ որովհետև ուզում է։ Դահլիճում կատարյալ լռություն տիրեց։ Նույնիսկ Վահանի փաստաբանը կարծես հուզված էր։ Դատավորը վեր կացավ, վերադարձավ իր սեղանին։ Կարող ես վերադառնալ քո տեղը, Մարիամ։ Մարոն վազելով վերադարձավ, նետվեց Արմանի գիրկը։ Նա ամուր պահեց նրան, զգալով նրա փոքրիկ ձեռքերը կառչած իր կոստյումից։ Դատավորը մի քանի րոպե անցկացրեց թղթերը վերանայելով, նշումներ անելով։ Լարվածությունն անտանելի էր։ Վերջապես նա խոսեց. Սա դժվար իրավիճակ է։ Մի կողմից ունենք կենսաբանական հորը, ով լուրջ սխալներ է գործել, բայց պնդում է զղջման փոփոխության մասին։ Մյուս կողմից ունենք մի տղամարդու, առանց նախկին կապի, բայց ով ակնհայտորեն զարգացրել է խորը հուզական կապ անչափահասի հետ։ Օրենքը նախապատվություն է տալիս կենսաբանական ընտանիքին, բայց օրենքը նա առաջնահերթություն է տալիս երեխայի լավագույն շահին։ Նա դադար տվեց։ Արմանը հազիվ էր շնչում։ Պարոն Վահան, դուք լքել եք ձեր դստերը նրա ամենախոցելի պահին։ Թույլ եք տվել, որ նա հասնի փողոցում ապրելուն։ Եվ երբ վերջապես վերադառնում եք, դա այն բանից հետո է, երբ իմացել եք, որ նա լավ խնամվում է հնարավորություններ ունեցող մեկի կողմից։ Թե ես ընդունում եմ, որ մարդիկ կարող են փոխվել, ցուցաբերված վարքագիծն ինձ խորապես մտահոգում է։ Վահանը բացեց բերանը բողոքելու համար, բայց դատավորը բարձրացրեց ձեռքը։ Մինույն ժամանակ, պարոն Կարապետյան, դուք երեխաների հետ նախկին փորձ չունեք։ Չեք անցել որդեգրման համար նախատեսված սովորական գործընթացները։ Կայացրել եք պորտկումնային որոշում, որը թե հիացմունքի արժանի է, չի հետել պատշաճ իրավական ընթացակարգերին։ Արմանը զգաց, թե ինչպես է սիրտը սուզվում։ Նա պարտվելու էր։ Կորցնելու էր Մարոյին։ Այնուամենայնիվ, շարունակեց դատավորը, կա մի բան, որը գերազանցում է այս բոլոր տեխնիկական փաստարկները։ Մարիամի ցուցմունքը։ Ես լսեցի վախը նրա ձայնում, երբ խոսում էր հոր մասին։ Տեսա սերը նրա աչքերում, երբ խոսում էր պարոն Կարապետյանի մասին։ Եվ որպես անչափահասների դատարանի դատավոր, իմ պարտականությունը ոչ թե կուրորեն օրենքին հետելն է, այլ երեխայի համար լավագույնն անելը։ Եվ ինձ համար պարզ է, որ Մարիամի համար լավագույնը այս պահին այնտեղ մնալն է, որտեղ նա կա։ Արմանը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Մարոն ամուր սեղմեց նրա ձեռքը։ Ուստի ժամանակավոր խնամակալությունը շնորհում եմ Արման Կարապետյանին 6 ամիս ժամկետով։ Այդ ընթացքում կսկսվի մշտական խնամակալության հնարավոր որդեգրման գնահատման պաշտոնական գործընթացը։ Պարոն Վահան, դուք իրավունք կունենաք երկշաբաթյա հսկվող տեսակցությունների, որտեղ կարող եք ցույց տալ ձեր փոփոխությունը վերականգնել կապը ձեր դստեր հետ, եթե նա այդպես ցանկանա։ 6 ամսվա վերջում մենք կվերագնահատենք իրավիճակը։
Նա հարվածեց մուրճիկով։ Նիստը փակված էր։ Արմանը չէր կարողանում շարժվել։ Չէր կարողանում գիտակցել։ Նա հաղթել էր։ Կարող էր մնալ Մարոյի հետ։ Պարոն Վարդանը շրջվեց դեպի նրան լայն ժպիտով։ Շնորհավորում եմ։ Սա լավագույն պաշտպանությունն էր, որի կարիքը չեղավ անել։ Մարոն ինքը հաղթեց գործը մեզ համար։ Վահանը կտրուկ վեր կացավ, դուրս եկավ դահլիճից, ակնհայտորեն ցնցված։ Նրա փաստաբանը հետեց նրան, փորձելով մխիթարել։ Արմանն իրեն վատ զգաց նրա համար, բայց ոչ այնքան, որ զղջար արդյունքի համար։ Մարոն լաց էր լինում, բայց դրանք թեթացման արդյունքներ էին։ Կարող եմ մնալ։ Իսկապես կարող եմ մնալ։ Կարող ես, ասաց Արմանը, նրա ձայնը նույնպես դողում էր։ 6 ամիս երաշխավորված։ Եվ հետո, եթե ամեն ինչ լավ լինի, հավերժ։ Նա այնքան ամուր գրկեց նրան, որ գրեթե վայր գցեց աթոռից։ Եվ Արմանը պատասխանեց չանհանգստանալով արդյունքների համար, որոնք թրջում էին նրա թանկարժեք կոստյումը, չանհանգստանալով հետող մարդկանց համար, ոչ մի բանի համար, բացի այդ պահից։ Այդ կատարյալ մի նույն ժամանակ անկատար պահից։ Դատարանից դուրս արը ճեղքել էր ամպերը։ Պարոն Վարդանը բացատրեց հաջորդ քայլերը։ Տնային այցելություններ, կանոնավոր հաշվետվություններ, հոգեբանական ուղեկցություն Մարոյի համար։ Արմանը լսում էր ամեն ինչ ուշադրությամբ, հարցեր էր տալիս, արդեն մտովի պատրաստվելով յուրաքանչյուր փուլին։ Երբ վերջապես մենակ մնացին մեքենայում, Արմանը Մարոն նայեցին միմյանց։ Ուզում ես տուն գնալ, հարցրեց նա։ Մեր տունը, ուղղեց նա։ Ուզում եմ գնալ մեր տուն։ Եվ նա ժպտաց։ Մի անկեղծ ժպիտ, որը տարիներ շարունակ չէր օգտագործել։ Մեր տունը։ Այո, հենց այդպես։ Ոչ թե պարզապես իր տունը։ Նրանցը։ Ճանապարհին կանգ առան պաղպաղակարանի մոտ։ Մարոն ելակի պաղպաղակ պատվիրեց, շոկոլադե օշարակով։ Արմանը վանիլային պատվիրեց։ Նստեցին մոտակա այգու նստարանին լուռ կերան, պարզապես հետելով անցնող մարդկանց։ Արման, ասաց Մարոն որոշ ժամանակ անց։ Կարող եմ քեզ մի բան հարցնել։ Միշտ։ Երբ դու ինձ տեսար այդ երեկո ռեստորանում, ինչ էր այն, որ դու իրականում տեսար։ Իսկապես քեզ տեսար, երբ երեխա էիր, թե։ Մի այլ բան։ Արմանը մտածեց նախքան պատասխանելը։ Կարծում եմ, երկուսն էլ տեսա։ Ինձ տեսա, այո։ Բայց նա մի հնարավորություն տեսա։ Մի երկրորդ հնարավորություն։ Ճիշտ բան անելու հնարավորություն։ Ինչ-որ մեկի համար լինելու այն, ինչ ոչ ոք ինձ համար չէր եղել։ Եվ նա տատանվեց, նա մի հնարավորություն տեսա, որը երբեք նախկինում չէի դիտարկել։ Հայր լինելու հնարավորությունը։ Ընտանիք ունենալու։ Ինչ-որ մեկին ունենալու, ով ինձ կսիրեր ոչ թե այն բանի համար, ինչ ես ունեմ, այլ այն բանի համար, թե ով եմ ես։ Իսկ ինչ ես դու, հարցրեց Մարոն։ Արմանը ժպտաց։ Դեռ բացահայտում եմ։ Բայց քեզ հետ իմ կողքին, կարծում եմ ինձ դուր կգա այն, ինչ կգտնեմ։ Նրանք ավարտեցին պաղպաղակները, վերադարձան մեքենա։ Ճանապարհի մնացած մասը Մարոն ոգորված խոսում էր այն մասին, թե ինչ է ուզում անել տուն հասնելուն պես։ Գուցես մեկ նկար նկարել։ Կամ խաղալ այգում։ Կամ պարզապես միասին ֆիլմ դիտել։ Արմանը լսում էր, հիացած այդ փոփոխությամբ։ Դա այլս այն վախեցած աղջիկը չէր, որին տեսել էր ռեստորանում շաբաթներ առաջ։ Դա մի երեխա էր, ով սովորում էր նորից երեխա լինել։ Ով վերագտնում էր ուրախությունը, հետաքրքրասիրությունը, հույսը։ Երբ տուն հասան, տիկին Սոնան նրանց սպասում էր անհամբեր։ Հենց տեսավ նրանց դեմքերը, հասկացավ արդյունքը վազեց նրանց գրկելու։ Հատուկ ճաշ եմ պատրաստել տոնելու համար, ասաց նա։ Հավատում էի, որ ամեն ինչ լավ կլինի։ Ճաշը մի տոնախմբություն էր։ Անահիտը, ռեստորանի շեֆ-խոհարարը, նույնպես եկավ, բերելով մի տորտ, որը հատուկ այդ առիթով էր պատրաստել։ Գայանեն, Արմանի օգնականը, ծաղիկներ ջերմ հաղորդագրություն ուղարկեց։ Նույնիսկ պարոն Վարդանը զանգեց նորից շնորհավորելու համար։ Այդ գիշեր, Մարոյի քնելուց հետո, Արմանը մնաց իր աշխատասենյակում, նայելով պատուհանից։ Մտածեց այն մասին, թե ինչպես էր իր կյանքը փոխվել ընդամենը 1 ամսում։ Ինչպես այն ամենը, ինչ ինքը կարևոր էր համարում, դատարկ էր դուրս եկել։
Ինչպես մի 7 տարեկան աղջիկ ավելին էր արել իր համար, քան բոլոր թերապևտները, որոնց մոտ փորձել էր գնալ տարիների ընթացքում։ Նա կայսրություն էր կառուցել, բայց մենակ էր գագաթին։ Հիմա նա ուներ մի բան, որն անսահման ավելի արժեքավոր էր։ Ուներ ինչ-որ մեկին, ով իրեն սիրում էր։ Ինչ-որ մեկին, ով իր կարիքն ուներ։ Ինչ-որ մեկին, ով ստիպում էր իրեն ցանկանալ ավելի լավը լինել։ Թեթ քայլերի ձայն լսեց շրջվեց։ Մարոն կանգնած էր դռան մոտ, գրկած իր արջուկը։ «Վատ երազ տեսա», ասաց նա ցածր ձայնով։ «Արի», ասաց նա, բացելով գրկի թերը։ Նա վազեց դեպի նրան, տեղավորվեց նրա գրկում։ Նա մեղմորեն օրորեց նրան, մռմռալով մի երգ, որը չգիտեր, թե որտեղից էր եկել։ Գուցե մի բան, որ լսել էր հեռավոր անցյալում։ Գուցե մի բան, որ իր սիրտն էր ստեղծել այդ պահին։ Արման, մրմնջաց Մարոն քնած ձայնով։ Շնորհակալություն, որ ինձնից չհրաժարվեցիր։ Շնորհակալություն, որ դու ինձնից չհրաժարվեցիր, պատասխանեց նա։ Նա քնեց այնտեղ, նրա գրկում, աշխատասենյակում, որը նախկինում նրա մենության շտաբն էր եղել, իսկ հիմա պարզապես մեկ սենյակ էր մի տան մեջ, որը վերջապես կենդանի էր թվում։ Արմանը ժամերով մնաց այնտեղ, առանց շարժվելու, պարզապես պահելով այդ թանկարժեք երեխային, որին ճակատագիրը դրել էր իր ճանապարհին։ Մտածեց ապագայի մասին։ Գալիք 6 ամիսների գնահատման մասին։ Որդեգրման գործընթացի մասին, որը կհաջորդեր դրան։ Այն մարտահրավերների մասին, որոնց կբախվեին։ Մարոն պետք է դպրոց գնար։ Ընկերներ ձեռք բերեր։ Գործ ունենար իր ընտանիքի մասին անխուսափելի հարցերի հետ։ Ինքը պետք է սովորեր հավասարակշռել աշխատանքը հայրությունը։ Պետք է սովորեր ներկա լինել մի ձով, որը երբեք նախկինում չէր եղել։ Բայց առաջին անգամ իր կյանքում այդ մարտահրավերները նրան չէին վախեցնում։ Որովհետև նա այլս մենակ չէր։ Նա ուներ Մարոյին։ Իսկ Մարոն ուներ նրան։ Եվ միասին նրանք կարող էին դիմակայել ցանկացած բանի։ Հաջորդ ամիսները հուզական վայրիվերումների շրջան էին։ Մարոն սկսեց դպրոց հաճախել, ինչպես Արմանը կանխատեսել էր, բախվեց դժվար հարցերի։ Բայց նա զարմացրեց բոլորին, ներառյալ Արմանին, իր տոկունությամբ։ Երբ հարցնում էին իր ընտանիքի մասին, նա պարզապես ասում էր, որ ապրում է իր որդեգրող հոր հետ։ Եվ երբ ինչ-որ մեկը փորձում էր նեղացնել նրան դրա համար, նա բարձրացնում էր կզակը, ասում, որ ընտանիքը արյան մասին չէ, այլ սիրո։ Արմանը սկսեց մասնակցել դպրոցի ծնողական ժողովներին։ Սկզբում իրեն անսովոր էր զգում, միայնակ հայրը զույգերով լի սենյակում։ Բայց շուտով բացահայտեց, որ շատ այլ ընտանիքներ նույնպես ոչ ավանդական էին։ Ամուսնալուծված հայրեր, թոռներին մեծացնող տատիկ-պապիկներ, զարմիկներին խնամող հորեղբայրներ։ Եվ բոլորը նույն նպատակով, անել լավագույնը իրենց երեխաների համար։ Վահանի այցելությունները շարունակվեցին։ Եվ մի զարմանալի բան պատահեց։ Ժամանակի ընթացքում, հեռու լինելով միակ պատասխանատուն լինելու ճնշումից, հեռու լինելով իրեն կրծող մեղքի զգացումից, Վահանը սկսեց կապվել Մարոյի հետ ավելի առողջ ձով։ Ոչ թե որպես հայր, ով հնազանդություն էր պահանջում, այլ որպես մեծահասակ, ով անկեղծորեն հետաքրքրված էր նրանով։ Մարոն իր հերթին սկսեց հանգիստ լինել նրա ներկայությամբ։ Նրան դեռ հայրիկ չէր անվանում։ Գուցե երբեք էլ չանվաներ։ Բայց անվանում էր Վահան։ Եվ նրանք զրուցում էին։ Եվ կամաց-կամաց կառուցում էին մի նոր բան։ Արմանը հասկացավ, որ կարիք չունի մրցակցելու Վահանի հետ։ Մարոյի սրտում տեղ կար երկուսի համար էլ, յուրաքանչյուրը զբաղեցնելով մի տարբեր տեղ։ Վահանը միշտ կլիներ կենսաբանական հայրը, կապը նրա մոր հետ։ Բայց Արմանն այն մարդն էր, ով այնտեղ էր ամեն օր։ Ով պատրաստում էր դպրոցի նախաճաշը։ Ով օգնում էր տնային առաջադրանքների հարցում։ Ով սրբում էր արցունքները տոնում հաղթանակները։ Առաջին լսումներից 6 ամիս անց նրանք վերադարձան դատարան։ Այս անգամ վերջնական գնահատման համար։ Հաշվետվությունները միաձայն դրական էին։ Մարոն ծաղկում էր դպրոցում։ Նրա ֆիզիկական հոգեկան առողջությունը կտրուկ բարելավվել էր։ Արմանի հետ կապը խորն էր անկեղծ։ Եվ նա ինքը, երբ դատավորը նորից հարցրեց, հստակ էր, ուզում էր մնալ Արմանի հետ։ Ուզում էր որդեգրվել նրա կողմից։ Դատավորը, նույն պարոն Սարգսյանը, առաջին անգամ ժպտաց։ Հազվադեպ էր տեսնում նման դրական ավարտով գործեր։
Նա անմիջապես շնորհեց մշտական խնամակալությունը հաստատեց որդեգրման պաշտոնական գործընթացի սկիզբը։ Այն գիշեր, երբ որդեգրման թղթերը վերջնականացվեցին, Արմանը հատուկ ընթրիք կազմակերպեց։ Հրավիրեց տիկին Սոնային, Անահիտին, Գայանեին, պարոն Վարդանին, տիկին Հասմիկին և, զարմանալիորեն, Վահանին, որովհետև վերջում բոլորն էլ այդ ճանապարհի մի մասն էին եղել։ Երբ բոլորը հավաքված էին, Արմանը վեր կացավ բաժակը ձեռքին։ Կցանկանայի մի կենաց ասել։ 1 տարի առաջ ես մի հարուստ, բայց դատարկ մարդ էի։ Ունեի ամեն ինչ ոչինչ միաժամանակ։ Եվ հետո, մի սովորական 5 շաբթի, մի փոքրիկ քաջ աղջիկ մտավ իմ կյանք ամեն ինչ փոխեց։ Ինձ ցույց տվեց, որ հաջողությունը չի չափվում փողով, այլ սիրով։ Որ ընտանիքը արյան կապերի մասին չէ, այլ ընտրության, ներկա լինելու մասին, անվերապահորեն սիրելու մասին։ Նա նայեց Մարոյին, ով փայլում էր իր նոր զգեստով։ Մարո, դու ինձ փրկեցիր այնքան, որքան ես քեզ փրկեցի։ Եվ ես ամեն օր երախտապարտ եմ ռեստորանում այդ երեկոյի համար։ Այն բանի համար, որ դու բավականաչափ քաջ գտնվեցիր օգնություն խնդրելու համար։ Այն բանի համար, որ ես բավականաչափ խելացի գտնվեցի այն առաջարկելու համար։ Ուստի այս կենացը քո համար է։ Իմ դուստր։ Իմ ընտանիք։ Իմ սիրտ։ Բոլորը խմեցին, շատերը աչքերում արցունքներով։ Մարոն վեր կացավ վազեց դեպի Արմանը, ամուր գրկելով նրան։ Սիրում եմ քեզ, հայրիկ։ Եվ Արմանը, ով այդքան երկար ժամանակ պատեր էր կառուցել իր սրտի շուրջը, ով երդվել էր երբեք թույլ չտալ իրեն խոցելի լինել, ով հավատում էր, որ սերը թուլություն է, զգաց, թե ինչպես են այդ պատերը վերջապես ամբողջությամբ փլվում։ Եվ դրանց փոխարեն մի նոր բան է ծաղկում։ Մի ուժեղ, տոկուն անսահման ավելի արժեքավոր բան, քան ցանկացած հարստություն։ Սեր։ Ընտանիք։ Նպատակ։ Դա խլել էր ավելի քան 3 տասնամյակ, մի տրավմատիկ մանկություն, տարիների ինքնական մենություն անհավանական հանդիպում մի աղջկա հետ ռեստորանում։ Բայց վերջապես Արման Կարապետյանը գտել էր այն, ինչ միշտ փնտրել էր։ Ոչ թե բիզնեսում կամ փողի մեջ կամ ճանաչման, այլ մի շատ ավելի պարզ, շատ ավելի խորը բանի մեջ։ Մի երեխայի մեջ, ով իրեն հայրիկ էր անվանում։ Մի տան մեջ, որը վերջապես օջախ էր։ Մի սրտի մեջ, որը վերջապես թույլ էր տվել իրեն սիրել։ Եվ երբ բոլորն արդեն գնացել էին, տունը լուռ էր, Արմանը մտավ Մարոյի սենյակ բարի գիշեր մաղթելու համար։ Նա պառկած էր, գրեթե քնած, բայց բացեց աչքերը, երբ նա ներս մտավ։ Հայրիկ, ասաց նա ցածր ձայնով։ Դու կարծում ես, մայրս երջանիկ կլիներ, եթե իմանար, որ ես այստեղ եմ քեզ հետ։ Արմանը նստեց մահճակալի եզրին, վերցրեց նրա ձեռքը։ Համոզված եմ, որ նա երջանիկ է։ Որտեղ էլ որ նա լինի, նա գիտի, որ դու ապահով ես, սիրված, խնամված։ Եվ դա այն ամենն է, ինչ մայրն ուզում է իր դստեր համար։ Մարոն ժպտաց։ Երբեմն երազումս տեսնում եմ նրան։ Եվ նա ասում է, որ հպարտ է ինձնով։ Որ ամեն ինչ լավ է։ Նա ճիշտ է։ Ամեն ինչ լավ է։ Ավելի քան լավ։ Ամեն ինչ կատարյալ է։ Մարոն փակեց աչքերը։ Բարի գիշեր, հայրիկ։ Սիրում եմ քեզ։ Բարի գիշեր, իմ փոքրիկ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Արմանը դուրս եկավ սենյակից, մի պահ կանգնեց միջանցքում։ Մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Բոլոր այն ընտրությունների մասին, որոնք նրան բերել էին այդ պահին։ Բոլոր ցավերի, կորուստների, մերժումների մասին։ Եվ հասկացավ, որ ամեն ինչ մի նպատակ ուներ։ Ամեն ինչ նրան պատրաստել էր պատրաստ լինելու, երբ Մարոն հայտնվեր իր կյանքում։ Որովհետև երբեմն մեծագույն օրհնությունները գալիս են քողարկված պատահական պահերի տակ։ Մի միայնակ ընթրիք։ Մի հուսահատ երեխա։ Մի պարզ հարց՝ կարո՞ղ եմ քեզ հետ ուտել։ Եվ երբեմն այո ասելն այդ հարցին ամեն ինչ փոխում է։ Ոչ միայն երեխայի համար, ով փրկվելու կարիք ունի, այլ մեծահասակի համար, ով չգիտեր, որ ինքն էլ փրկվելու կարիք ունի։ Արմանը վերադարձավ իր սենյակ տարիների ընթացքում առաջին անգամ խորը քնեց, առանց վատ երազների, առանց անկնության, առանց այն մենության, որը նրան տանջել էր այդքան ժամանակ։ Որովհետև նա այլս մենակ չէր։ Նա դուստր ուներ։ Ընտանիք ուներ։ Նա ուներ մի նպատակ, որը վեր էր իրենից։
Իսկ հարան սենյակում Մարոն խաղաղ քնած էր, երազում տեսնելով ծաղկած այգիներ, տաք հացեր սիրով լի մի տուն։ Մի տուն, որտեղ նա վերջապես պատկանում էր։ Մի տուն, որտեղ նրան տեսնում էին, լսում էին, սիրում էին։ Մի տուն, որը իսկապես օջախ